Ուղիղ ժամը 10-ին, լավ 10:01-ա, բայց հասցրեցինք, ես կարծում եմ այն վերջին պահին։ Մի քիչ Օրհնեցեք Տեր դժվար է հայր։ այդտեղ հասնելը։ Աստված օրհնի, Անի ջան, ո՞նց եք։ Շատ լավ, փակ Տիրոջը, դուք ինչպես եք։ Փառք Աստծուն, շնորհակալ եմ։ Որ ունենք հնարավորություն շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ հանդիպելու, չնայած շատերը կան, ովքեր ձեզ պատարագին են փաստորեն հանդիպում եւ ձեր մատուցած պատարագներին ներկա են, այստեղ մեր եղբայրներից մեկը աղասը ասաց, որ շատ սիրում է ձեր գործունեությունը եւ ընդհանրապես օրինակելի քահանա եք ըստ աղասի, իսկ կարծում եմ ժողովրդի կարծիքը շատ կարեւոր է, չէ, որովհետեւ Հələ իմ մարդիկ սիրում են բացողները չգիտեն։ Մենք նախորդ անգամ խոսում էինք քրիստոնեությունից որպես կրոն, ինչ է քրիստոնեությունը, հետո ցավոք սրտի ընդհատվեց, որովհետև ես սկսեցի ուրիշ հարցեր տալ եւ շատ հարցեր տվեցի, նույնիսկ ոմանք նեղվեցին իմ այդ հարցերից, բայց ուզում եմ այդ նախորդ թեմայի վերջին մի հատ sense այն մարդիկ, ովքեր ներկա են եղել, անգլերեն ասում են conclusion, հա, հասկանանք ինչի մասին էր խոսքը, խոսում էինք սկզբում քրիստոնեությունից եւ այսօր նորից կշարունակենք, բայց հետո խոսակցությունը գնաց հարուստ լինելու եւ չլինելու եւ փաստորեն իմ ամբողջ խնդիրը այդ արտահայտության մեջ, որ հավատացյալները հոգեվոր մարդիկ, հա, եկեղեցի հաճախող մարդիկ կարող են լինել հարուստ, իմ միակ վախը նա էր, որ մարդկանց գլխին փափուկ բարձ չդրվի, ասելով, որ նորմալ է, եթե դու կարող ես նորմալ աշխատել, հետևել առողջությանդ, չէ, ամենակարևորը, որպեսզի առողջ ծառայես Աստծուն։ Կարծում եմ փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ չդնելու հարցն է եւ ընդհանրապես երևի թե զգուշություն ունենալ, որպեսզի արխային չլինել։ Իմ ամբողջ ասածը դա էր եւ չգիտեմ փորձեցի շատերը գրեցին որ քեզ հասկանում եք ինչ ես ասում, բայց միանշանակ Տեր Մովսեսի հետ էլ ենք համաձայն, որ Աստծուն հիվանդ ծառայողներ պետք չեն առողջապես, չնայած թե մտավոր, թե ֆիզիկապես։ Եվ կարծում եմ այդ թեման կարանք փակենք, ահագին խոսեցինք նախորդ Մի անգամ բան եւ ուղղակի ասեմ, կներես ընդհատում անջնպես, ճիշտ ես ասում, պետքա որևէ մեկ իր գլխի տակ փափուկ բարձ չդնի։ Ուղղակի նույն տրամաբանությամբ մենք ֆիքսվել ենք հարստության վրա, որովհետև որոշակի շարժումներ կողաբանում են հարստությունը, որոշակի շարժումներ վատաբանում են, եւ մենք այս կամ այն կողմից լսելով դրական կամ բացասական մի տեսակ դիրքավորվում ենք հարուստ լինել, չլինելու դեմ։ Նույն հաջողությամբ ես կարամ ասեմ, զգուշ եղեք, երբ իմաստություն եք ձեռք բերում, որտեղ որովհետև շատ իմաստությունն էլ իմաստությունը ձեզ կարա հպարտություն տանի, բայց դա չի նշանակում, որ դու չպիտի ձգտես իմաստության, որովհետև նույնիսկ իմաստությունը Հիսուս Քրիստոսն է, հարստությունը Հիսուս Քրիստոսն է, յուրաքանչյուր դրական բան Հիսուս Քրիստոսից է գալիս։ Այդ թե մենք ո՞նց ենք այդ դրականը կիրառում, այստեղ է ամբողջ խնդիրը։ Այսինքն Աստված մեզ տվել է հարուստ աշխարհ, թե իր բնությամբ հարուստ, թե իր կարողություններով, թե իր բնական պաշարներով հարուստ, ինչի համար է տվել, ինչի համար է ստեղծել ոսկին եւ մնացած ամեն ինչը, որպեսզի մարդիկ դա ճիշտ կիրառեն։ Այստեղ խնդիրը այն չի, դու իմաստուն ես, հարուստ ես, չգիտեմ, առողջ ես, այստեղ խնդիրը այն է, թե դու այդ ճանապարհին ո՞նց ես քեզ դրսևորում։ Դու ինչ ես անում դրան հասնելու համար, եւ երբ որ դու դրան հասնում ես, նախ երբեք որևէ հարցում քրիստոնյան իրավունք չունի կանգնելու, որևէ տեղ կանգ նշանակում է մահ, լինի դա խելքի առումով, լինի դա առողջության առումով, լինի դա ուսման, որ առումով ուզում ես վերցնել, քրիստոնյան միշտ պետք է զարգացման մեջ լինի, բայց դու ո՞նց ես հասնում դրան, մեկ, եւ երկրորդ, երբ որ դու հասնում ես ինչ որ մի փուլի, դու ո՞նց ես դա կիրառում, երկու, այս է ամբողջ խնդիրը։ Այսինքն մենք որևէ բանից չենք խորշում, մենք որևէ բանից չենք վախենում, մենք ուղղակի սովորում ենք ճիշտ կիրառել այն, ինչ տրված է մեզ Աստծո կողմից։ Ամեն, եւ կարծում եմ, եթե առաջնայինը հոգեվորն է լինում քեզ համար, իսկականից առաջնայինը քեզ համար լինում է հոգեվորը, ձեր նշած հարուստ աշխարհը
դու կարողանում ես ճիշտ կերպով կիրառել, եթե կարելի է այդպես ասել, ոնց որ դուք նշեցիք, որ Սանտա Կլաուսը սուրբ ա եղել եւ Նիկոլայոսն է եղել, միշտ մանուկներին նվերներ ա բաժանել, այսինքն մարդը իր ունեցվածքը բաժանել է աղքատներին, բայց այսօր քանի հարուստներ են իրենց ունեցվածքը բաժանում, ավելցուկից են կարծում եմ բաժանում հարուստներին։ Եկեք մենք այդտեղ չմտնենք, մենք իրենց չդատենք, որովհետև Աստված է իրենց դատավորը։ Տեսեք, իմ համար տարբերություն չկա դիմացինը հարուստ է թե աղքատ է։ Եվ ի վերջո ամենամեծ նվիրատվությունը պատմության, աշխարհի պատմության մեջ դա այրի կնոջ երկու լոմանն են եղել, որովհետև ինքը տվեց ամբողջը, ինչը որ ինքը ուներ, բայց Քրիստոս կարա դատի, մենք չենք կարա դատենք, ով է ավելցուկից տալի, ով է պակասությունից Բայց տալի։ կարած չի ասես, որ օրինակ տալուց գոնե ոչ թե ավելցուկից պիտի տաս, այլ գոնե մի քիչ sense քեզանից Այո, փոխել տաս, որ իմ համար ամենաառաջին նվիրատվության օրինակը, որ կա Սուրբ Գրքում, դա Աբելի եւ Կայինի նվիրատվությունն է, զոհաբերությունը, որ իրենք անում են, մատուցում են Աստծուն։ Աբելը ընտրում է իր լավագույն գառնուկին, չի հրաժարվում մնացած գառնուկներից, բայց ընտրում է իր լավագույնին եւ լավագույնին է տալիս Աստծուն։ Կայինը տալիս է ինչ որ իրեն պետք չէր։ Հիմա բնականաբար մենք բոլորս պետք է շարժվենք այդ սկզբունքով, Աստծուն միշտ տանք լավագույնը։ Եվ ամենալավ բանը, որ մենք կարող ենք տալ Աստծուն, այդ երկու լուման, որ այդ կին ուներ իր ամբողջ ունեցվածքը, այդ լավագույն բանը մենք ինքներս ենք։ Մենք ինքներս մեզ պիտի տանք Աստծուն։ Իմ համար երկու լուման իմ ողջ գոյությունն է, իմ հոգին է եւ իմ մարմինը, որը ես պիտի ծառայեցնեմ Աստծուն, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Իսկ իմ համար այդ երկու լուման, երբ որ ես օրինակ եմ բերում ընդամենը, տեսեք դուք ասում եք իմ ամբողջ էությունը բան ինք շատ sense եթերային այն համար հնչում, իմ համար պրակտիկ, երբ որ ես օրինակ տանս վարձի գումարն եմ հավաքել եւ պիտի որոշակի ժամին այդ գումարը տամ, թե չկարող են հանեն լարեն, գիտեք Ամերիկայում տենց, հա, բայց ես այդ պահին, եթե զգում եմ, որ ինչ որ մեկը կարիք ունի գումարի, ես այդտեղից կարամ տամ, հետո ֆրամ Աստծուն ասեմ Աստված տվել եմ ինձնից փոկեցի, որտեվ այս մարդը սրա կարիքը ուներ, խնդրում եմ նենց արա, որ ես ուղղակի դուրսը չմնամ եւ երբեք չի եղել դեպք, որ ես մնամ դրսում։ Այսինքն այն ամենավերջին պահին Աստված միշտ կոպիտ ասած գնահատում է երևի թե այդ զոհողությունը, որ անում ես։ Իսկ երբ որ ես նույնիսկ ես ինձ ոնց եմ հասկում, երբ որ ես ունեմ ավելի ինչ որ գումար, այդ ավելից եմ, տենց հաշվարկ եմ անում, ավելից եմ տալի, ես ինքս ինձ այն որ ասում եմ օքեյ, բայց էսի այն զոհողությունը չի, որը որ ես կարամ մսիցս փոկեմ, տամ։ Այս ուղղակի իմ օրինակներ, ամեն մարդ ունի իր ձևը, հա, զոհաբերություն տալու, փակենք այս թեման, անցնենք առաջ, որտեղ ես ուզում եմ ավելի շատ խոսենք հոգևորից։ Ես իմ քանական իշխանությամբ ուզում եմ այս հարցի շուրջ վերջին խոսքս ասեմ։ Շնորհակալություն։ Ինչ ենք այսօր խոսելու Տեր Մովսես ջան։ Հեսա կասեմ։ Մենակ ես մի խոսքը մեջ բերեմ ու վերջ, կարծեմ չինական ասացվածք է, եթե չեմ սխալվում, ասում են դու կարող ես տալ աղքատին ձուկ եւ նա մեկ անգամ կուտի, կարող ես տալ նրան մուրկան եւ նա իր ամբողջ աղիքի ընթացքում ձուկ կուտի։ Հիմա պետք է եւ Դիդախեում 12 վարդապետների, այո, եւ Դիդախեում 12 վարդապետների ուսմունքի մեջ, որը առաջին դարից հասած մեզ սկզբնաղբյուր է, այնտեղ ասում է թող քո ողորմությունը քո ձեռքի մեջ կրտնի, մինչև հասկանաս թե ում ես տալիս։ Ունես, պիտի տաս, բայց ոչ թե զգացմունքներով միայն, այլ զգացմունքներով եւ խելքով։ Ամբողջ ոգով, որովհետեւ ոգին քո միտքն են եւ զգացմունքները միասին։ Մենք անցած անգամ խոսեցինք քրիստոնեությունից, ասացինք, որ թե ինչ է կրոնը եւ իբրև ամփոփում ասեմ, որ կրոնը այն է, ինչ որ դու կրում ես, այն գաղափարախոսությունը, ուսմունքը, ինչ որ դու կրում ես։ Հետևաբար մենք ունենք շատ կրոններ, քրիստոնեական, ոչ քրիստոնեական, ես ասացի անցած անգամ, որ իմ համար աթեիզմն էլ է կրոն, որովհետեւ դու կրում ես գաղափարախոսություն, Աստծուն մերժելու գաղափարախոսությունը, երբեմն աթեիստները մերժում են, երբեմն ուղղակի չեն հավատում, բայց դա գաղափարախոսություն է, դա էլ հավատքի մի տեսակ է։ Բայց բոլոր կրոնները, տեսեք, քանի որ ճշմարտությունը Հիսուս Քրիստոս է եւ Հիսուս Քրիստոս Աստծո խոսքն է եւ խոսքը մեզ հասել է եւ ինչպես Ոստինոս վկան է ասում, խոսքի սերմերը կան բոլոր մարդկանց մեջ,
բոլոր մարդիկ եւ Հոստինոս Լուկան ինքը ասում է, որ շատ փիլիսոփաներ քրիստոնյանի նախքան Քրիստոս հույն փիլիսոփաներ, ովքեր բազմաստվածության հետևորդներ էին, բայց որոնք գալիս էին մի աստվածության գաղափարին։ Ուրեմն բոլոր կրոններն էլ կարող են իրենց մեջ ունենալ ճշմարտություն եւ ունեն որոշակի առումով ճշմարտություն, բայց ինչով են տարբերվում մեկը մյուսից եւ ինչու մենք քրիստոնյաներս քրիստոնեությունը որպես այդպեսին կրոն չենք անվանում, այլ անվանում ենք հայտնություն։ Կարաս ասես ինչու՞։ Թե ես պիտի ասեմ։ Ավելի լավ է դուք ասեք, որտեղ ես ենթադրելու եմ։ Հələ ենթադրի։ Դե Քրիստոս հայտնվեց, Ահա։ չէ, եւ շատերս ասում ենք մեր մեջ Քրիստոս հայտնվեց, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Եվ ինձ մոտ երբեմն լինում են հայտնություններ, են ահա մոմենտներ ա լինում, որ ասում եմ, օ, էսի նկատի ուներ։ Սո դա էլ ես կարամ իմ փորձից, հա, անձնական այդ ահա պահը ինձ մոտ էդ եմ հայտնություն ասում, բայց երևի թե ինչ որ դուք կասեք, կավելացնի Ճիշտ ես ասում, պես Քրիստոս ինքն է հայտնությունը, Սուրբ Գիրքն է դրա մասին խոսում։ Իսկ ինչու ենք մենք քրիստոնեությունը կոչում հայտնություն։ Չէ՞ որ Քրիստոս ինքն է հայտնությունը, իսկ ինչու ենք մենք քրիստոնեությունը կոչում հայտնություն։ Այդ չգիտեմ, դուք ասեք, մեզ խնդրում ենք։ Որովհետև քրիստոնեությունը Քրիստոսի մասին է եւ ոչ միայն Քրիստոսի մասին է, այլ Քրիստոսի կողմից է հիմնադրված։ Տեսեք, ես ասացի, որ բոլոր կրոններում էլ կա ճշմարտություն, որովհետև բոլոր կրոններն էլ ինչ որ հարաբերության մեջ են մեր Աստծո հետ։ Մեկը մի քիչ ուրիշ ձև է պատկերացնում, մեկը լրիվ ուրիշ ձև է պատկերացնում, բայց քանի որ Քրիստոս է խոսքը եւ ճշմարտությունը եւ ինքը կա բոլոր մարդկանց մեջ, որովհետեւ բոլոր մարդկանց մեջ կա հոգի, կապ Աստծո հետ, հետեւաբար բոլոր մարդիկ, չգիտեմ, գենետիկ հիշողությամբ ասենք, հա, նախամայրերից եկած, թե բնության մեջ Աստծո հետ շփման միջոցով բոլոր մարդիկ էլ ունեն ճշմարտության զգացում եւ ընկալում։ Ուղղակի մեկը մի քիչ ավելի մոտ է կանգնած Աստծուն, մեկը մի քիչ ավելի հեռու է կանգնած Աստծուց։ Եվ բոլոր կրոնների մեջ քրիստոնեությունը տարբերվում է նրանով, որ քրիստոնեության հիմնադիրը ինքը Աստված է։ Աստված մարդացավ, Աստված մարմին վերցրեց, որպեսզի մեզ հետ մեր լեզվով խոսի եւ հայտնի, ինձ իրան հայտնի։ Հետեւաբար քրիստոնեությունը մենք կոչում ենք հայտնություն, որովհետեւ քրիստոնեության հիմնադիրը հենց ինքն Քրիստոսն է, Աստված, Աստծո որդին։ Եվ կարող ենք այդտեղից հետևություն անել, որ այն մարդիկ, ովքեր մոտավորապես են հավատում, հա, Աստծուն եւ չունեն Քրիստոսին, օրինակ ասենք մուսուլմանները, ովքեր ընդունում են Քրիստոսին որպես մարգարե, Մարիամի մասին նույնիսկ կարծեմ Ղուրանի մեջ մի 2-3 գլուխ կա գրված, այսինքն շատ հարգում են մուսուլմանները եւ միշտ ասում են, որ Քրիստոս ամենամաքուր մարդն է եղել, բայց մարդ է։ Իսկ կարող ենք, իհարկե ես գիտեմ, որ դատավորը մենք չենք, բայց վտանգը ինչումն է այդ հավատքների, արդյոք եթե նրանք Քրիստոսին որպես Աստված չեն ընդունում, իրենք փրկություն չեն ստանա։ Տեսեք, Հիսուս Քրիստոս հավատարան շատ հստակ ասում է, որ ինքն է ճանապարհը, ինքն է փրկությունը, եւ ընդհանրապես Հիսուս բառը եբրայերենից թարգմանաբար նշանակում է Յահվե Յաշա, այսինքն Յահվեն Աստված, Յաշա փրկում է, Աստծո փրկությունն է Հիսուս Քրիստոս։ Հետևաբար միակ փրկության ճանապարհը Հիսուս Քրիստոսն է եւ մեր եկեղեցու հայրերը ինչու են ասում, որ եկեղեցուց դուրս փրկություն չկա։ Տես քո հարցին ի պատասխան ես կարամ երկու բան ասեմ։ Նախ Պողոս Առաքյալի խոսքը եւ երկրորդը մեր եկեղեցու հայրերի խոսքը եւ երկուսն էլ նույն բանի մասին են իրականում։ Եկեղեցու հայրերը ասում են, որ եկեղեցուց դուրս փրկություն չկա։ Այսինքն եթե դու եկեղեցում չես, դու փրկություն չունես։ Թեև Աստված է որոշում ով է փրկվում, ով չէ, իհարկե, բայց ինչ է սա նշանակում։ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի մարմինն է։ Եթե դու Հիսուս Քրիստոսի մեջ չկաս, դու փրկություն չունես։ Մենք այսօր եկեղեցում ենք միավորվում Աստծո եւ Հիսուս Քրիստոսի հետ։ Մենք եկեղեցում ենք մկրտվում, եկեղեցում ենք հաղորդություն ստանում։ Այսինքն եկեղեցի գնալու համար մեկ պատճառը ոչ թե ուղղակի այնտեղ աղոթելն է, դու կարող ես աղոթել Աստծուն ամենտեղ, անգամ քո անկողնի մեջ պարկած, բայց եկեղեցի գնալու համար մեկ պատճառ Հիսուս Քրիստոսի հետ միավորվելն է հաղորդության միջոցով։ Հետևաբար ես միշտ սիրում եմ ասել, ես չգիտեմ ով կփրկվի, ով չէ, բայց եթե ես ուզում եմ փրկվեմ, ես պիտի հաղորդություն ստանամ։ Եթե ես ուզում եմ փրկվեմ, ես պիտի Հիսուս Քրիստոսի հետ միավորված լինեմ։ Եվ եկեղեցու հայրերը հենց այս տրամաբանությամբ են ասում, որ եկեղեցուց դուրս փրկություն չկա։
Բայց նույն Պողոս Առաքյալը ինչ է ասում է, եւ որովհետեւ եկեղեցու հերն էլ նես թեմային անդրադառնում, նույն Հոստինոս վկան հարց կա, իսկ այն մարդիկ, ովքեր էին մինչև Հիսուս Քրիստոս, իսկ այն մարդիկ, ովքեր Հիսուս Քրիստոսի ժամանակաշրջանում ապրում էին այնպիսի երկրներում, հեռավոր, որ երբևիցե անմարդաբնակ սենց կղզիներում մի քանի մարդ էին ապրում, իսկ իրանք ոնց պիտի ճանաչեին Հիսուս Քրիստոսին։ Պողոս Առաքյալը դրա հետ կապված ասում է, որ նա ով ունի օրենքը դատվելու է ըստ օրենքի, այսինքն ով ունի Աստծուց տրված այդ իր հայտնությունը, նա ըստ այդ հայտնության պիտի Բայց դա Աստծո առաջ Քրիստոսից քննի։ առաջվա ննջեցյալները, թե Քրիստոսից հետո էլ, ովքեր օրենքով, Բոլորը, օրինակ եվրեիները, բոլորը, բոլորը, իսկ բոլորը։ված Քրիստոսից առաջ եւ Քրիստոս երբ որ իջավ դժոխք իրանց ազատեց, ես միշտ տենց եմ Այո, ասել։ Պետրոս Առաքյալն է դրա մասին խոսում Սուրբ Գրքում, որ ինքը իջավ դժոխք նրանց ազատեց, որովհետև նրանց համար էլ քարոզեց, բայց Քրիստոսից առաջ օրենքով ապրում էին միայն, այսինքն հրեական Սուրբ Գրքի օրենքով ապրում էին միայն հրեաները, իսկ ուրիշ ազգի մարդիկ, միթե բոլոր հեթանոսների մեջ չկար գեթ մեկը, ով ավելի արդար էր, քան հրեաները։ Եվ հիմա ովքեր որ էլ օրենք ասենք ունեն, մուսուլմանների մեջ կարած գտնես շատ լավ մարդկանց, հիմա իրանք էլի փափուկ բարձ չդնենք էլի որևէ մեկի գլխի տակ։ Ժողովուրդ ջան, մենք ունենք փրկության ճանապարհը եւ դա Հիսուս Քրիստոսն է։ Փրկության կարող ենք հասնել միայն Հիսուս Քրիստոսի միջոցով, որովհետեւ մենք բոլորս եւ հատկապես դուք, որ մեզ լսում եք, գիտեք Հիսուս Քրիստոսի մասին։ Այստեղ խոսքը գնում է այն արտարոց դեպքերի մասին, երբ մարդիկ երբևիցե իրենց կյանքի ընթացքում չեն լսել Հիսուս Քրիստոսի մասին։ Դա կլինի մինչև Հիսուս Քրիստոս, թե Հիսուս Քրիստոսից հետո։ Իրենց հետ կապված Պողոս Առաքյալն ասում է, որ նրանք, ովքեր ունեն օրենքը, կդատվեն ըստ օրենքի, այսինքն ովքեր հրեա են կամ քրիստոնյա են, կդատվեն ըստ Սուրբ Գրքի, իսկ նրանք, ովքեր օրենքը չունեն, ունեն խիղճ, ունեն բնության օրենք։ Այսինքն բնականից ճանաչում են Աստծուն։ Իրենց սրտում կարող է թերի է իրենց ճանաչողությունը, բայց իրենք ճանաչում են Աստծուն։ Եվ իրենք արդեն Աստծո առաջ կանգնելու են ըստ իրենց խղճի։ Եվ մի ուրիշ օրինակ տամ, առաջինը երկնքի արքայություն Քրիստոսի հետո է մտնում։ Բանը, կողքի տղան, գողը, Ավազակը, այո, որը որ հնարավորություն չուներ ոչ մկրտվելու, ոչ էլ հաղորդություն ստանալու։ Ուղղակի հնարավորություն չուներ, սա բախտը բերեց։ Չէ, բախտ չկա իրականում կա միշտ ընտրություն, ինքը կարար ընտրեր, կարար չընտրեր, ուղղակի Աստված իրեն այդ հնարավորությունը, այն մեկը չընտրեց, այո, ուղղակի Աստված իրեն այդ հնարավորությունը տվեց վերջի պահին ընտրելու իրեն Աստծուն։ Հետևաբար փրկության միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս Քրիստոսի ֆիզիկական ներկայությունը այս աշխարհում եկեղեցին է։ Եվ իմաստնավորի եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ հաց եւ գինին, որոնք դառնում են աղոթքներով եւ Սուրբ Հոգու շնորհով միսը եւ արյունը Հիսուս Քրիստոսի։ Այսինքն փրկության միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է, որը մենք ֆիզիկապես ունենք այս աշխարհում։ Մենք ամեն պատարագին հանդիպում ենք Հիսուս Քրիստոսի հետ։ Ֆիզիկապես ենք հանդիպում Հիսուս Քրիստոսի հետ, բայց նրանք, ովքեր հնարավորություն չունեն հանդիպելու Հիսուս Քրիստոսի հետ, իրենց գործերով կարող են նմանվել Հիսուս Քրիստոսին։ Մի օրինակ էլ տամ, տեսեք, մենք եղեռնի ժամանակ շատ հայեր փրկվել են, շատ հայեր սպանվել են թուրքերի կողմից, բայց նաև եղել են հայեր, ովքեր փրկվել են թուրքերի կողմից։ Հիմա ինձ հանկարծ որևէ բան չասեք, ես հայրենասեր եմ, իմ ամբողջ էությամբ հայրենասեր եմ։ Բանում Ադրբեջանում էլ դեպքեր են եղել, բայց տեսեք, երբ որ թուրքը եղեռնի ժամանակ, սա մենք խոսում ենք բացառությունների մասին, բոլոր թուրքերը չեն, որ այդ նույն քայլին գնացել են։ Ընդհակառակը հայերը ունեցել են թուրք ընկերներ, ովքեր իրենց մատնել են։ Ովքեր մատնել են իրենց ընկեր հայերին, ունեցել ենք հայեր, ովքեր իրենց հայ ընկերներն են մատնել, եւ այսօր էլ նույնը կա։ Հետևաբար այստեղ ազգային որևէ տարի մասին ես չեմ խոսում, ես խոսում եմ մուսուլման եւ քրիստոնյա երկու մարդկանց փոխհարաբերության մասին։ Երբեմն քրիստոնյան մատնում է քրիստոնյայի, երբեմն մուսուլմանը մատնում է քրիստոնյայի, երբեմն մուսուլմանը մատնում է մուսուլմանի, բայց եղել են դեպքեր, երբ որ մուսուլմանները փրկել են քրիստոնյաների կյանքը եւ դրա դիմաց իրենք են կորցրել իրենց կյանքը։ Հիմա սա իմ համար արյան մկրտություն է։
որովհետև իրենք իրենց կյանքով են մկրտվել, որովհետև իրենք նրանց, ովքեր կրում էին Հիսուս Քրիստոսին, քրիստոնյաներին փրկելու համար իրենց կյանքն են տվել։ Եվ Հիսուս Քրիստոս ասում է չկա ավելի մեծ սեր, քան եթե մեկը իր կյանքը տա ուրիշի համար։ Իրոք, Հետևաբար փրկությունը Եղիշեի գրքում է, չէ՞ բացառաբար տենց Հիսուս դեպք կա։ ինչպես Եղիշեի գրքում, որ մեր պատմիչ Եղիշեի գրքում տենց դեպք կա, որ մեր քահանաներին արդեն պետքա տանեն գլխատության, եւ այդ ընթացքում տղաները պարսիկ բանտապահին սկսում են քարոզել, այս պարսիկը ապաշխարում է հերիք չի, իրանց հետ գնում է գլխատվելու։ Ես տես բան ու ուրախ կարդում եմ, ասում եմ, Աստված ջան, այն որ այս ինչքան ենք սիրել Քրիստոսին, ինչքան գիտակից ենք եղել։ Հերիք չի այդ նեղ պահին, որ դու հեսա քեզ տանելու են գլխատության, ասենք այդ պարսիկն էլ է ապաշխարում եւ փաստորեն իրանց հետ գնում է եւ նահատակվում է, կարելի է ասել։ Իսկ այդ նույն բանը կարանք ասենք օրինակ աղանդավորներին, որովհետև ես կարծում եմ մուսուլմանին է, էլի ասում ես, օքեյ, ինքը ինչքան գիտի, Աստված իրան այդքանով կդատի, ինչքան որ Քրիստոսին ճանաչում է։ Հիմա մենք ունենք շատ հենց մեր հայրենիքում ունենք շատ աղանդավորներ, ունենք քրիստոնյաներ, միլիոնավոր քրիստոնյաներ կան, ովքեր այն ուսմունքի մեջ չեն, ինչի մեջ մենք ենք, որ առաքյալները փոխանցեցին մեր պապերին, եւ բայց այդ մարդիկ էլ հավատում են Քրիստոսին, իրանց վիճակը ոնց է, ինչի եմ ես հարցը տալի, որովհետեւ գիտեմ, որ մենք դեմ ենք իրանց եւ մենք չենք ուզում, որ աղանդներ լինեն, հա, մեր երկրում, բայց մի կողմից էլ քրիստոնեությունը հարգում է բոլոր կրոններին, այդ մի տեսակ այդ փոխհարաբերությունը չեմ հասկանում։ Եվ կներեք ես էլ ասեմ, Մեսրոպ Մաշտոցը պայքարել է աղանդավորների դեմ, Տաթևացին պայքարել է, Կողբացին եղծ աղանդոց է գրել, այսինքն մեր սրբերը, որ նայում ես պատմությանը, միշտ պայքարել են աղանդների դեմ։ Այս պահի մեզ մի հատ կբացատրեք, որտեվ չեմ հասկանում ինչ է։ Մենք ոչ թե դեմ ենք աղանդավորներին, այլ աղանդից, ոչ թե մարդկանց, այլ ուսմունքին, որովհետև ուսմունքն է, որ մարդուն շեղում է ճշմարիտ Աստված ճանաչողությունից։ Հիմա այն, որ կան բազմաթիվ աղանդավորներ, դա մեր բաց թողումն է։ Մեր բոլորի բաց թողումն է։ Հիմա ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ինձ աղանդավոր դարձնի, որովհետև ես ճանաչում եմ Սուրբ Գիրքը, չէ՞։ Այն, որ մեր երեխեքը, մեր ընկերները, մեր հարազատները չգիտեն Սուրբ Գիրք, շատերը դառնում են աղանդավոր, որովհետև հոգևոր խոսքի կարիք ունեն։ Ես ինքս եղել եմ։ Եվ չեն ստանում այդ հոգևոր խոսքը։ Թե ինչի չեն ստանում, պատճառները շատ են։ Մեր հոգևորականների սակավ թիվը նախանցած տարի ճեմարանը ավարտեց ընդամենը 3 ուսանող։ Ընդամենը 3 ուսանող։ Այսինքն հարցեր կան, որոնք պայմանավորում են այն վիճակը, որում մենք գտնվում ենք, բայց անախ ամենաառաջին հերթին կցանկանամ արձանագրել, որ աղանդների բազմությունը պայմանավորված է նրանով, որ մենք թե ինչ պատճառներով դա ուրիշ հարց է, թերանում ենք։ Մենք թերանում ենք մեր հոգևոր քարոզչության եւ հոգևոր սնունդը մեր հարազատներին, ընկերներին, մեր ժողովրդին փոխանցելու մեջ։ Եվ դրանով պայմանավորված շատ աղանդավորներ դառնում են աղանդավոր, որովհետեւ իրանք ուղղակի Աստծո փնտրտուքի մեջ են եւ չեն կարողանում ճիշտ աղբյուրից սնվելով ճանաչել Աստծուն։ Հիմա իմ համար աղանդավորները բաժանվում են երկու տեսակի։ Իմ անձնական շփումներից եմ ասում։ Մի մասը, որոնք որ իսկապես հավատում են նրան, ինչում որ գտնվում են, իսկապես հավատում են։ Եվ մի մասը, ովքեր որ շատ լավ գիտակցում են, որ իրենք սխալ են, բայց իրենց այդպես ձեռ է տալիս, որ իրանք այդտեղ են։ Հիմա ես կցանկանայի մենք տարբերակենք այս երկու տեսակի։ Այստեղ հարց են գրել, ինչպես տարբերակենք աղանդին, եթե գիտելիք չունես, ոնց տարբերես, որ աղանդ է։ Այդ հարցին է դառնալու։ Եկեք մի հատ հասկանանք ինչ է նշանակում աղանդ, հա։ Աղանդը այն շարժումն է, որը բաժանվել է մեր եկեղեցուց, հերձված է դարձել եւ ինքն իր համար ճյուղ է ձևավորվել։ Մեր այսինքն ուղղափառ ուսմունքից։ Այո, ոչ միայն ուղղափառ ուսմունքից, այլև հենց եկեղեցուց։ Որևէ ճյուղ, որ առանձնանում է եկեղեցուց, դառնում է ինքնուրույն առանց նվիրապետական կարգի, որը որ մեզ փոխանցվել է Հիսուս Քրիստոսի կողմից, չէ, Քրիստոս ձեռնադրեց
իր աշակերտների, եպիսկոպոսներին, իսկ Քրիստոսն նրանց մեջ Այսինքն այդ հաջորդականությունից դուրս են եկել։ Այո, ովքեր որ տեսեք մեր արմատները, անգամ մեր մյուրոնը գնում հասնում է Հիսուս Քրիստոսի ժամանակաշրջան, որովհետև մենք այն ժամանակվանից հինը լցնում ենք նորի մեջ։ Մենք 7 տարին մեկ օրհնում ենք մյուրոնը եւ հին մյուրոնը Քրիստոսի ժամանակներից եկած, որ աշակերտները Թադեոսն ու Բարդողոմեոսը բերել են Հայաստան, այդ ժամանակվանից սկսած մենք հինը լցնում ենք նորի մեջ, որպես ինչի համար, որպեսզի պահենք կապը հիմնադրի Հիսուս Քրիստոսի հետ, ովքեր որ այդ կապը խզում են, առանձնանում են եւ նոր ուղղություն են ստեղծում, իրենք ավտոմատ դառնում են աղանդ։ Հիմա թող որևէ մեկը չվիրավորվի, չնեղանա, չասի մեր հանդեպ խտրական են, մեզ վիրավորում են, մեզ աղանդ են կոչում, մենք եկեղեցի ենք եւ այլն եւ այլն։ Ես սա չեմ ասում որևէ մեկին նեղացնելու, վիրավորելու համար։ Ես ասում եմ այն, ինչ այդ բառը նշանակում է, հետևությունները ամեն մեկը թող ինքը անի։ Հիմա երբ որ դու կտրվում ես մայր եկեղեցուց, դու արդեն ուրիշ ճանապարհի վրա ես եւ հարց, իսկ ինչի ես դու կտրվել մայր եկեղեցուց։ Ինչը մայր եկեղեցու մեջ քո դուրը չի եկել եւ գոնե հայոց եկեղեցու պարագային բոլոր աղանդները ձևավորվել են զուտ գաղափարական ֆոնի վրա։ Մեկը չի ընդունել այս վարդապետական կետը, մեկը չի ընդունել այն վարդապետական կետը, մեկը չի հասկանում եւ չի ընդունում, որ Հիսուս Քրիստոս կարող է լինել Աստված եւ Աստծո որդի միաժամանակ։ Մեկի համար Հիսուս Քրիստոս մարդ է, մեկի համար Հիսուս Քրիստոս չգիտեմ, Աստծո որդի է եւ ոչ Աստված, չեն հասկացել, չեն ընդունել, դեմ են եղել եւ անջատվել են կաթոլիկ եկեղեցու պարագային, օրինակ ուրիշ է եղել բաժանումը, լյութերական բաժանումը, ինչի է լյութերը բաժանվել կաթոլիկ եկեղեցուց, ոչ այդքան աստվածաբանական, որքան կառուցվածքային հարցերի պատճառով, որոնց մեջ բնականաբար կար աստվածաբանություն, բայց արդեն լյութերից առանձնացել են լիքը ուրիշ ճյուղեր, կալվինիստները եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց չմնացին այն ինչ որ Լյութերը պահեց, հետաքրքիր է, չէ, ավելի ծայրահեղ դարձան։ Այսինքն սնունդից լյութերական եկեղեցին լսով երկու տեսակի է բաժանվում, բայց հարցը գիտեք, Լյութերը անում Տեր Մոսես, ես եղել եմ էլի բողոքական, ոչ հաղորդություն անում են, չգիտեմ, տարվա մեջ մի քանի անգամ, մյուրոն էլի 1000-ից 1 իրար օծելուց կարող է անեն, այսինքն ամեն ինչ այդ ուղղափառությունից Լյութերը որ բաժանվեց, ինչ որ ժամանակահատված պահել է, դաժե հագուստը, բան, ամեն ինչ, մյուրոնն էլ է պահ, ամեն ինչ պահել է, բայց փաստորեն, երբ որ դու իսկական եկեղեցուց, այդ քեզ սնողից առանձնանում ես, դու ավելի ես ծայրահեղ դառնում։ Ու հիմա որ դու նայում ես հիմիկվա բողոքականներին եւ 1500-ական բողոքականներին, շատ տարբեր են։ Ինչ հետաքրքիր է։ Իսկ մերը մնացել է նույնը։ Այ ո՞նց է մերը մնում անփոփոխ։ Ինչ հետաքրքիր է այդ Անիչ է, երբ որ պատի մեջ մի հատ փոքր ճաք է առաջանում ու դու այդ ճաքը չես փակում, ինքը մեծանում է եւ վերջը պատը փլուզվում է։ Հիմա հենց այդ է, որ աղանդների ես սիրում եմ բոլոր մարդկանց, այդ թվում նաեւ աղանդավորներին։ Ես ցավ եմ ապրում, որ դուք չեք կարողացել գտնել Հիսուս Քրիստոսին, ճանաչել նրան իբրև Աստված, որովհետև Սուրբ Գիրքը դրա մասին է խոսում։ Սուրբ Գիրքը խոսում է այն մասին, որ Հիսուս Քրիստոս Աստված է, որ մարդացել է։ Իսկ սկզբից էր խոսքը եւ խոսքը Աստծո մոտ էր եւ Ես կյանքի խոսքից եմ եղել, այնտեղ ընդունում ենք, որ Քրիստոս Աստված է, բողոքական։ Այնտեղ էլ ուրիշ բաներ չեն ընդունում։ Հիմա ես մենակ Քրիստոսի օրինակը բերեցի, հա, այսինքն տարբեր ինչ որ մի բան այդ հարցին վերադառնանք, էլի ոնց հասկանանք, որ շարժումը աղանդ է։ Ինչ որ մի բան իրանք չեն ընդունել եւ բաժանվել են։ Եվ ինչի՞ չէ, ամեն մեկը մի բան, կամ երկու բան, կամ երեք բան, բայց ինչի՞ չեք ընդունել։ Ինչի՞ չեք ընդունել այն, որ 2000 տարիներ շարունակ պահվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցում եւ որով հայ առաքելական Սուրբ եկեղեցին 2000 տարիներ շարունակ, որովհետեւ մենք քրիստոնյա չենք դարձել 301-ին, մենք քրիստոնյա եղել ենք 40-ական թվականներից, երբ Թադեոսն ու Բարդողոմեոսը եկել են Հայաստան։ 2000 տարիներ շարունակ մենք պահել ենք այդ հավատքը եւ հավատքը պահել է մեզ։ Մենք Փառք Աստծո այսօր ունենք պետություն, բայց մենք երկար ժամանակ պետություն չենք ունեցել, չէ՞, եւ եկեղեցին է պահել այս ժողովրդին, չէ՞։ Իմ համար մեր պետությունը մեր եկեղեցու ծնունդն է, որովհետեւ եկեղեցին սիրող մորպես պահել ու փայփայել է եւ ծնունդ է տվել այս պետությանը։ Ամեն, հաստատ։ Հիմա որ կետը կա հայ առաքելական եկեղեցու դավանանքի մեջ, որ դուք չեք կարողանում ընդունեք։
Կան կետեր, որ չեք հասկանում, համաձայն եմ, բայց դրանք պետք է հասկանալ, ոչ թե Ավանդույթ, դրանցին վրա իրենք բաժանվել։ ավանդույթները չեն կարողանում ընդունել, Տեր Մովսես։ Տեսեք, դուք օրինակ, երբ որ գնում եք պատարագ եք մատուցում, նախ ձեզ ասում են Տեր Հայր, իրանք այդ Տերին դեմ են, իրանց թվում է, որ մենք ձեր անձին ենք այդ Տերը Լավ, ասում։ եթե դուք Հետո այդ Տեր սիրուն բառին շորերը, դնում եք, որ հագնում եք, մոտենում եք Աստծո խորանին, ինքը ասում է, այդ ինչ ձևական ավանդույթ է, կարևորը մարդու հոգին է։ Այսինքն, ասում է, դուք ավելի շատ արտաքնին եք ուշադրություն դարձնում, քան հոգուն մենք ավելի հոգևոր ենք։ Այս տիպի արդարացումները։ յուրաքանչյուր շարժում անգամ պատարագի ժամանակ քարոզչություն է։ Յուրաքանչյուր զգեստ քարոզչություն է։ Թագ դնել եւ թագը հանել պատարագի կեսից արդեն իսկ աստվածաբանություն է եւ Էլի քարոզություն։ խոսքա, Հասկանում եք։ Ձերքերը այսպես կողք բացել թե վերև բարձրացնել։ Ամբողջը քարոզություն է։ Եթե չգիտեք ինչ է նշանակում, չի նշանակում պետք է մերժեք, նշանակում է պետք է ուսումնասիրեք եւ հասկանաք, թե դա ինչ խորհուրդ ունի։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ մեզ Տեր անվանել, թե Տեր չանվանել, հիմա այդ դեպքում ես էլ հարց կտամ, իսկ ինչի եք ձեր հայրերին հայր անվանում։ Չէ՞ որ հայրը միայն երկնքում է։ Իսկ Ինչի եք ձեր ուսուցիչներին դպրոցում, հիմա կասեմ, ինչի եք ձեր ուսուցիչներին դպրոցում ուսուցիչ անվանում։ Չէ՞ որ մեր ուսուցիչը միայն Հիսուս Քրիստոսն է։ Պետք չէ ծայրահեղ աստիճան ընդունել Տեր, ուսուցիչ, հայր բառերը։ Պետք է դրանց տակ իմաստը տեսնել։ Երբ որ դուք մեզ կոչում եք Տեր Մովսես, օրինակի համար կամ Տեր Պողոս կամ Տեր Պետրոս, դուք մեզ չեք դարձնում Տեր Հիսուս Քրիստոս։ Մենք ով ենք։ Ինչի են ասում Տեր, կասեք կոնկրետ Տերը։ Դա գիտեք, ի սկզբանե ավելի շատ տարածված է եղել հայր կիրառումը։ Հետո Տերը պատվի նշան է եղել։ Այսինքն ոնց որ այսօր ասեն պարոն, չգիտեմ ինչ։ Ինձ միշտ թվացել է, որ հովիվ է, հովություն է արել, տիրություն է արել ժողովրդին, դրա համար են ասում։ Բոլոր իմաստներն էլ կան, բոլոր իմաստներն կարելի է դրա տակ տեսնել, բայց ի սկզբանե Տեր այսօր ասում եմ, չէ, մեծարգոտ Իար Հովանեսյան, օրինակի համար, Իարը նույն Տերն է։ Ուղղակի հոլոված տարբերակն է Տեր բառի։ Հիմա երբ որ մենք ասում ենք մեկս մյուսին Տեր, դա չի նշանակում, որ մենք մեկս մյուսին Աստծո տեղն ենք դնում։ Մեր համար կա մեկ եւ բացարձակ Տեր, մեր համար կա մեկ եւ բացարձակ ուսուցիչ, մեր համար կա մեկ եւ բացարձակ Հայր, ով իր շնորհները Հայր լինելու, Տեր լինելու, ուսուցիչ լինելու տալիս է իր զավակներին, որոնք մենք ենք։ Չէ՞ որ ուսուցիչ լինել նշանակում է ունենալ շնորհ Աստծո կողմից։ Հիմա դպրոցում այդ մարդուն պիտի հարգենք, թե չպիտի հարգենք։ Հիմա նա ուսուցիչ է, թե ուսուցիչ չէ, իրականում։ Հիմա ձեր ծնողները, հայրերը եւ մայրերը են, թե չեն։ Են։ Բա ոնց չասես հայր։ Դե Պողոսն էլ ասես ձեզ հայրություն արեցի։ Մենք էլ Տեր լինելու մեջ էլ ախր վատ բան չկա։ Գիտեք, պսակից էսի ժամանակ։ Մի հատ չէ, երկու հատ, Տեր։ Չէ, տեսեք, Տերը միայն կաթողիկոսն է, նորին սուրբ ոցություն, Տեր Գարեգին երկրորդ ամեն Մենք բոլորին Տեր ենք ասում, մենք շատ գիտենք, մեր համար բոլորը Տերից եկել է արդեն են, որ մեզ Տեր հայրերիս անվանում են Տերներ, որը այդքան էլ ճիշտ չի եւ այդքան էլ ցանկալի չի, որ մեզ այդպես անվանեք եւ ինչ որտեղ նաեւ վիրավորական է, որովհետեւ մի տեսակ հեգնանք կա դրա մեջ, իսկ մենք սիրելիներս մենք ձեզ չենք հեգնում, դուք էլ մեզ մի հեգնեք, խնդրում եմ։ Բայց տեսեք, Տերն էլ, այսինքն ոնց որ քահանայապետ լինի։ Չէ՞ որ կաթողիկոսը քահանայապետ է, եպիսկոպոսապետ է, հովվապետ է, հայրապետ է։ Այսինքն բոլորի առաջինն է, ծառան Հիսուս Քրիստոսի։ Այո, իր կոնդակներում գրվում է, չէ՞, ծառա Հիսուս Քրիստոսի։ Նա ծառան է Հիսուս Քրիստոսի, ով առաջինն է բոլոր հոգևորականների մեջ իբրև ծառա եւ իբրև հետևորդ Հիսուս Քրիստոսի, հետեւաբար ով կրում է պատասխանատվություն իրենից հետո եկածող բոլոր հոգևորականների եւ բոլոր հավատացյալների համար։ Այսինքն, գիտեք, պետք չէ քարանալ եզրույթների մեջ Տեր միայն Աստված է։ Բացարձակ իմաստով, այո, մեր Տերը միայն Աստված է, բայց մենք մեկս մյուսին Տեր ենք կանգնում, չէ՞։ Հիմա երբ որ ձեր ընտանիքի անդամը հիվանդանում է, դուք տիրություն չեք անում, անտեր եք թողնում։ Կամ որ ծնողները մեռնում են, ասում են անտեր երեխա, չնայած շատ կոպիտ է։ Ասում են։ Հա, այսինքն, որովհետև տիրություն անել նշանակում է խնամք տածել եւ
այն վերաբերմունքը ունենալ, որ ուներ Հիսուս Քրիստոս մեր բոլորի հանդեպ։ Հիմա մենք Հիսուս Քրիստոսին կրում ենք, չէ՞ մեր մեջ։ Ինչ խնդիր կա։ Ես օրինակ որ ձեզ ասում եմ Տեր Մովսես, իմ մոտ մեջ չի, որ ես ձեզ ոնց որ Քրիստոսին կդիմեի, կասեի Տեր։ Հարգանքի նշանաբերության ինքս իմ մեջ, հա, չէ՞։ Հարգանքի նշանա ընդունված է, եկել է, ասենք 1700 տարի պապերս օքեյ են եղել այդ Տեր արտահայտության հետ, նամանավանդ ձեր մասնագիտությունը ինքը հոգևոր, չեմ էլ կարա ասեմ, հա, մասնագիտություն։ Հոգևոր մարդ եք, սո ինչի չասեմ, որ Տեր Մովսես, ոչինչ չի փոխվում, չեմ կարծում, որ Քրիստոս նեղանում է դրանից, որտեղ ինքը սրտին է նայում, գիտի ես ոնց եմ դիմում։ Նայած թե մենք բառի տակ ինչ իմաստ ենք դնում։ Մենք կարան գեղեցիկ բառեր մեզ տեսնին ասել, բայց տակը այնպիսի թույն դնել, որ ուղղակի կարող ենք սպանել դիմացինին, այդ թույնով, որը մենք դնենք մեր բառերի տակ։ Հետևաբար պետք է իմաստին, նպատակին եւ նշանակությանը նայել։ Այստեղ միտեղ գրում էին, որ աղանդավորներն ասում են, որ պատարագը մարդու կողմից ստեղծված բան է, որ առաջին դարում առաքյալները պատարագ չեն մատուցել, չնայած այս թեման անցել ենք Հայկ Մադոյանի հետ եւ տեսնում ենք ինչպես է ծնվում նույնիսկ պատարագը այն ժամանակ, բայց կուզենամ ձեր կարծիքն էլ լսեմ, որտեղ կարծում եմ դուք ավելացումներ կունենաք։ Հռոմեացիների նամակագրությունը որ նայեք, ովքեր իշխում էին այդ ժամանակ Հրեաստանում, Կուսակալը կայսրին նամակ է գրում եւ այնտեղ ասում է, որ այս քրիստոնյաները սովորություն ունեն արևածագին հավաքվել եւ ճաշ ուտել իրար հետ, այսինքն Հիսուս Քրիստոսի մարմինը եւ արյունը։ Եվ պատարագը ինքը ամբողջությամբ Հիսուս Քրիստոսի կյանքի բեմականացումն է, բեմականացում դրական առումով եմ ասում, որովհետև տեսեք, քարոզչության մի քանի մոդելներ կան, կա գրավոր, ավետարանները գրվել են, չէ, որպեսզի գրավոր խոսք մնա, բայց մինչև ավետարանները գրվել են, կատակոմբներում, որտեղ քրիստոնյաները հավաքվում էին, պատերին նկարչություն էին անում, այդ սրբապատկերների սիստեմը գալիս է այդտեղից, ինչի էին նկարչություն անում, որովհետև ոչ բոլորը գրել կարդալ գիտեին, եւ իրենք ուղղակի պատկերում էին նկարել, որ մարդիկ Այո, մենակ էլ խաչքարն են։ Եվ օրինակի համար Աստվածածնի ավետման դրվագն են նկարել։ Ինչի, որ մարդիկ տեսնեն, հասկանան, որ Գաբրիել հրեշտակապետը ավետել է Մարիամ Աստվածածնին, որ քեզանից պիտի ծնվի Աստծո որդին։ Այսինքն, ուրեմն նկարչությունը, հա, այսօր ասում են, ինչ կռապաշտություն է եկեղեցիներում սրբապատկերներ կան, այս կա, այն կա։ Դա կռապաշտություն չի, դա ինֆորմացիան փոխանցելու մեթոդ է։ Երբ որ դու մտնում ես եւ տեսնում ես նկարի վրա ինչպես է Աբրահամը փորձում զոհաբերել Իսահակին, դա ավելի ուժեղ է քո մտքի մեջ տպավորվում, քան թե երբ որ դու այդ դրվագը կարդում ես։ Մեկի մոտ կարդալով այդ դրվագը տպավորվում, մեկի մոտ տեսնելով, եւ նույնը պատարագը, տեսեք, պատարագը շատ մեծ խորհուրդ ունի։ Նախ հոգեվորականը պատրաստություն է տեսնում եւ բարձրանում է խորան։ Խորանը երկնքի արքայության խորհրդանիշն ունի։ Ապա խորանից իջնում է, պտտվում է մարդկանց մեջ եւ կրկին բարձրանում է խորան, ինչը Հիսուս Քրիստոսի մարդեղացման խորհուրդն ունի։ Հետո ընթերցվում է ավետարան, որը Հիսուս Քրիստոսի խորհրդանիշն է, Աստծո խոսքն է, հենց ավետարան։ 5 տականը եւ թղթերը ընթերցվում են ներքևից, ավետարանը ընթերցվում է պատարագի ժամանակ, որից հետո մատուցվում է Քրիստոսի մարմինն ու արյունը սկիհի վրա, ինչը Քրիստոսի զոհաբերության խորհուրդն ունի։ Այսինքն ամբողջ պատարագը ոչ թե մարդու կողմից ստեղծված մի իրականություն է, այլ ներկայացումն է այն իրականության, որը ապրեց Հիսուս Քրիստոս։ Հիսուս Քրիստոսն է պատարագի հիմնադիրը։ Եվ ինչ վերաբերում է, այսինքն ամեն անգամ քեզ չի բացվում, ամեն անգամ գնալուց է քեզ բացվում, չէ՞, ասես միանգամից չի, ոնց որ գաղտնիք լինի, խորհուրդ ի՞նչ է նշանակում։ Խորհուրդ ոչ թե նշանակում է, խորհուրդ ոչ թե նշանակում է գաղտնիք, այլ խորհուրդ նշանակում է մի բան, որտեղ կա անտեսանելի։ Այսինքն մենք տեսանելի տեսնում ենք հաց եւ գինի, բայց ինքը աղոթքներով Սուրբ Հոգու անտեսանելի զորությամբ դառնում է Հիսուս Քրիստոսի մարմինը եւ արյունը։ Սա է խորհուրդը, այսինքն որտեղ ֆիզիկականը եւ այսինքն նյութականը եւ հոգեվորը միախառնվում են իրար։ Սա է խորհուրդ նշանակում։ Խորհուրդը մկրտությունը, որովհետեւ մկրտությամբ մարդ եւ Աստված միավորվում են։ Խորհուրդ է Սուրբ հաղորդությունը, որովհետեւ նյութը դառնում է աստվածային իրականություն եւ այդպիսով միավորվում են աստվածային ու մարդկայինը, հա, այնտեղ որտեղ տեսանելի է գործնական Աստծո զորությունը, որովհետեւ նյութը դառնում է այլ իրականություն, մնալով նյութ, դա կոչվում է խորհուրդ։ Եվ այո, պատարագը խորհուրդ է եւ
Սուրբ հաղորդության խորհուրդն է իր մեջ գրում։ Բայց ես կուզեմ մի փոքր հետ գնանք այն հարցին, որ դուք ասացիք, շատ աղանդավորներ բողոքում են կամ չեն ընդունում, որովհետև ասում են ավանդույթը ինչ է, որ մի հատ էլ ավանդույթը պահենք, չէ։ Մարդու Հիմա ստեղծած ոնց բոլոր որ այո, ավանդույթը։ բոլոր այն մարդկանց, ովքեր ընդունում են միայն Սուրբ Գիրք, sola scriptura, հա, այսինքն իրենք ինչ են ասում, իրենք ասում են, որ Սուրբ Գիրքից բացի այն կողմ ճշմարտություն չկա, եւ մենք ընդունում ենք Սուրբ Գիրքը, բայց չենք ընդունում այն, ինչ որ ասում է եկեղեցին։ Եվ հիմա ես ուզում եմ դες հարց տամ. Սուրբ Գիրքն է ստեղծել եկեղեցին, թե եկեղեցին է ստեղծել Սուրբ Գիրքը։ Գիտեք Սուրբ Գրքի կանոնը երբ է հաստատվել։ Սուրբ Գրքի կանոնը հաստատվել է 4-րդ դարի սկզբին։ Բայց մինչև 4-րդ դար ինչ է եղել։ Ոնց է որոշվել, որ այս ավետարանը պիտի մտնի Սուրբ Գրքի մեջ, այս ավետարանը չպիտի մտնի Սուրբ Գրքի մեջ։ Ի վերջո ով է ստեղծել Սուրբ Գիրքը։ Սուրբ Գիրքը կազմված այն գրքերով, որով որ կա, ստեղծել է եկեղեցին։ 75 Եվ ինքը եկեղեցին հիմնված է Սուրբ Գրքի վրա։ Այսինքն այստեղ մեկը մյուսին փոխ լրացնում է։ Եկեղեցին ստեղծում է Սուրբ Գիրք եւ ստեղծվում է Սուրբ Գրքի հիման վրա։ Շարունակում է իր կյանքը հիմնվելով Սուրբ Գրքի վրա։ Նույնը ավանդությունն է, չէ՞ որ Սուրբ Հոգին չի դադարել գործել առաքյալների ժամանակաշրջանից հետո։ Սուրբ Հոգին այսօր էլ է գործում։ Այո, մենք այսօր մարգարեություններ չունենք, որովհետև մարգարեության նպատակ այլևս չկա։ 5 տականում մարգարեները մարգարեացել են Հիսուս Քրիստոսի մասին, որովհետև բոլոր մարգարեությունների մեջ տեսանել է Հիսուս Քրիստոսի ներկայությունը, մարգարեություն Հիսուս Քրիստոսի մասին, բայց Հիսուս Քրիստոսով մարգարեությունը հասնում է իր լրմանը, Աստված ինքն է խոսում, եւ Աստծո խոսքից ավել խոսք ընդունելու կարիք մենք չունենք։ Աստծո խոսքը մեզ համար բացարձակ ճշմարտություն է, բայց Աստծո խոսքը պետք է հասկանալ։ Եվ Աստծո խոսքը հասկանալ առանց Սուրբ Հոգու ներգործության անհնար է։ Իսկ որպեսզի Սուրբ Հոգին ներգործի, պիտի լինի եկեղեցին, պիտի լինի ավանդույթը, պիտի լինեն կանոնական որոշումները, պիտի լինեն ժողովական կառույցները։ Ամեն։ Մեկը մյուսին չի հատասում։ Մարգարեություններ շատ քիչ լինում են, թե մերոնք էլ ընդհանրապես չեն ընդունում։ Բոլոր մարգարեությունները խոսում են Հիսուս Քրիստոսի մասին։ Հիմա այս դարի մասին եմ ասում, լինում են երբևէ։ Տեսեք, ես խոսում եմ 5 տականյան մարգարեությունների մասին։ 5 տականյան բոլոր մարգարեությունները ինչպես վերաբերվել են ներկա կյանքին, իրենց ժամանակաշրջանին, այնպես էլ վերաբերվել են Հիսուս Քրիստոսին, որովհետև իրենց ներկա կյանքը պրոտոտիպ է եղել Հիսուս Քրիստոսի գալստյան համար։ Հիսուս Քրիստոսի գալուստը արդեն երևացել է արդեն Ադամի ու Եվայի պատմության մեջ։ Այն ժամանակվանից բոլոր դրվագները խոսում են Հիսուս Քրիստոսի մասին։ Մարգարեություն ինչ է։ Խոսք Աստծո կողմից։ Աստված խոսել է մարգարեների միջոցով, այսինքն փոխանցել է իրենց ճշմարտություն, որը մարգարեները փոխանցել են մարդկանց։ Մարգարեության եւ նոր կտակարանում Գործք առաքելոցում տեսեք Հիսուս Քրիստոսից հետո, այսինքն երբ որ Հիսուս Քրիստոս համբարձվում է եւ եկեղեցին սկսում է տարածվել, այնտեղ կա խոսք մարգարեների մասին եւ մարգարեուհիների մասին։ Բայց երբ որ մենք նայում ենք դասական իմաստով ինչ է մարգարեությունը, դա Աստծո խոսքն է, որը մեզ պիտի փոխանցվի եւ մեզ տանի դեպի Աստված։ Աստծո խոսքը կատարելապես մեզ փոխանցվել է նոր կտակարանով, իմաստնավորի ավետարաններով, ամբողջ Սուրբ Գիրքը, բայց իմաստնավորի ավետարանները, որտեղ խոսում է ինքն Հիսուս Քրիստոս, դա Աստծո խոսքի մարդեղացումն է։ Հետևաբար այլևս նոր մարգարեության կարիք չկա եւ նոր մարգարեություն չկա, որովհետեւ ամբողջ արդեն ասված է։ Ուրիշ հարց, որ դրա մեկնությունը կարա լինի, դրա բացատրությունը կարա լինի, այսինքն մարդիկ կարան կարդան նոր կտակարանը, չհասկանան, եկեղեցին Աստծո զորությամբ բացատրի այն ինչ որ գրված է Սուրբ Գրքում։ Սա արդեն մարգարեություն չի, սա արդեն մեկնություն է։ Մեր համար մարգարեությունների դարաշրջանը փակ է, բաց է մեկնության շրջանը, որը կատարվում է Սուրբ Հոգու զորությամբ։ Բայց Փաստորեն Հովհաննեսն էլ Քրիստոսից հետո մարգարեացավ հայտնությունը, չէ՞։ Այո։ Քրիստոսի խաչից հետո Հովհաննեսը մարգարեացավ ու կարանք ասենք, որ այդտեղից փակվեց
արդեն այդ աստիճանի մա, որտեվ ինքը այդտեղ Աստծո խոսքը չի մեկնում, ինքը հենց կոնկրետ ոնց որ ապագայի մասին, չէ, Մարգարեանա եւ գիտեմ, որ մերոնք չեն կպնում շատ հայտնությանը։ Բողոքականները կպնում են շատ, սկսում են մեկնել, բայց մեր պապերը շատ զգուշությամբ են մոտենում։ Ես մտածում էի ոնց ասեի, բայց ես երբևիցե Հովանու հայտնության մասին չեմ խոսում։ Երբևիցե։ Շատ զգուշություն։ Որովհետև երկու պատճառ կա։ Նախ Հիսուս Քրիստոս միշտ շեշտը դնում է ներկայի վրա։ Երբեք ապագայի։ Ինա ասում չէ, դու եթե իմանաս երբեք գողը գալու, կնստես եւ կհսկես։ Բայց չգիտես, հետեւաբար միշտ նստիր եւ հսկի։ Այսինքն եւ Հիսուս Քրիստոս երեք եւ այսօր նույն եւ հավիտյան Հիսուս Քրիստոս միշտ ներկան է, միշտ ներկան է։ Մեր ապագան կառուցվում է եւ երբ մենք մեր ներկան ենք ապրում, եթե մենք մեր ներկան թողած ապագայի հետևից ենք ընկնում, մենք կորցնում ենք թե մեր ներկան եւ թե ապագան։ Եվ ոչ էլ անցյալով ենք մենք կարող ապրել։ Անցյալը մեզ պետք է դասեր քաղելու համար, սովորելու համար, հիշողություն ձևավորելու համար, ներկան ճիշտ ապրելու համար, որպեսզի նույն սխալները չկրկնենք։ Նույնը ապագան եւ ներկան միայն կներեք, ապագան եւ անցյալը միայն ներկայի համար են։ Մենք ապրում ենք ներկայով Հիսուս Քրիստոսով, որովհետեւ մեր մահվան օրն է մեր համար աշխարհի վախճանը։ Եվ մենք որևէ մեկս չգիտենք, թե մենք երբ ենք մահանալու։ Այսօր, վաղը, թե 100 տարի հետո։ Դա մեր որոշելիքը չէ։ Հետևաբար մենք միշտ պետք է ապրենք ներկայով։ Հիմա հայտնության գիրքը շատ սիմվոլներ ունի, որոնք Սուրբ գրքում մեկնված չեն, բացատրված չեն։ Դրա համար ես ինքս հայտնության գրքի մասին երբևիցե չեմ խոսում, որովհետև ես Սուրբ գրքում կարող է իմ Սուրբ գրքի իմացությունը դեռ շատ թերի է, եւ ես խոստովանում եմ, ես ինչքան եմ կարդամ Սուրբ գիրք, մեկ է իմ Սուրբ գրքի իմացությունը թերի է, որովհետև ամեն անգամ կարդալուց ես նոր բաներ եմ հասկանում, բայց իմ իմացությունը Սուրբ գրքի ինձ դեռ թույլ չի տալիս հասկանալ հայտնության գիրքը։ Պրոստը որ ուղղակի որ մարգարեությունից խոսեցինք, դրա համար ոնց որ դա էլ ինչ որ ձևով մարգարեություն է եւ ընդհանրապես ինչի եմ ես հարցը տալի, որտեվ բողոքականների մոտ շատ հաճախ է լինում մարգարեություն հենց քարոզի ժամանակ, որ քարոզիչը նշում է, ասում է ես հիմա մարգարեանում եմ ու ինքը մարգարեանում է։ Ես էլ հենց այդ եմ ասում, որ չկա մարգարեություն բացի Հիսուս Քրիստոսից։ Այսինքն Հիսուս Քրիստոսով ամեն ինչ ասված է, ինչ այլ մարգարեության կարիք մենք ունենք։ Ինչ եք դուք փնտրում, որ չեք կարող գտնել ավետարանում։ Որ հարցի պատասխանն եք դուք ման գալիս, որ չեք կարող գտնել ավետարանում։ Չկա այդպիսի հարց, որի պատասխանը չլինի Սուրբ գրքում։ Չկա։ Ես կարծում եմ դա ավելի շատ գուշակության նման, ավելի շատ գուշակության նման է, որ ես տեսնում եմ, որ դու կամուստանաս հիմա այս աղջկա հետ, կամ ինչ որ մեկը աղոթում է, մեկ էլ տեսիլք է տեսնում, որ հարևանի աղջիկը իր կնիկը պետք է լինի ապագայում, ու ինքը այնքան համոզված է, որ դա իրան Աստված է ասել եւ Սուրբ Հոգին է ասել, որ այդ աղջիկ, բայց այդ խեղճ աղջիկը այն որ արդեն ամուսնացած է 4 հատ երեխա ունի։ Այսինքն պահեր կան, դրա համար մարգարեությունը կարծում եմ շատ վտանգավոր է այն առումով, որ դու հավատում ես, որ դա Աստված է քեզ ասել ու կարաս շեղվես, չէ՞։ Տեսեք, ես չեմ բացառում, որ Աստված այսօր էլ կարող է խոսալ մեր հետ։ Ես չեմ բացառում։ Հարևանի աղջիկը քոնն է, գնամ ես No, ես չեմ բացառում, որ Աստված այսօր էլ կարող է խոսալ մեր հետ, ասենք երազների միջոցով, կամ ասենք ուրիշ մարդկանց միջոցով, բայց նա դա անում է այն բացառիկ դեպքերում, երբ որ տվյալ անձը ուրիշ ձև չի կարողանում հասկանալ Աստծուն։ Այդ տվյալ մարդը կարդում է Սուրբ գիրք եւ չի հասկանում, ոչ մի ձև չի կարողանում հասկանալ, Աստված ողորմում է, ասում է, լավ, սպասի մի հատ էս մարդուն, sense մի հատ հուշում տամ, խոսեմ իր հետ, այս մարդու միջոցով, այն մարդու միջոցով, երազի տեսքով, չգիտեմ, նշանի ինչ որ մի միջոցով, հա։ Հիմա սա մենք կարանք անվանենք մարգարեություն, սա մենք կարանք անվանենք Աստծո հայտնություն, եւ Աստված այսօր էլ հայտնվում է մեզ։ Դու կարող ես կարդալ Սուրբ գիրք եւ հանկարծ գա մի միտք, որը որ ուրիշ ձև չէր կարող գալ, բացի Աստծուց, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնես, որ չարնել է այդտեղ։ Եվ դու կարաս կարդաս Սուրբ գիրք եւ քեզ կարա գա միտք, որը չի կարա գա Աստծուց, այլ կարա գա միայն չարից։
Դրա համար պետք է շատ զգուշավոր լինել։ Այն ինչ որ ես ստանում եմ, լսում եմ, ինձ դեպի ուր է տանում։ Տանում է դեպի Աստված, թե տանում է Աստծուց այն կողմ։ Իսկ դա հասկանալու համար դու պետք է ունենաս եկեղեցու դարավոր փորձառությունը, իսկ եթե ունես եկեղեցու դարավոր փորձառությունը, դու այդ տեսիլքների կարիքը չունես, որովհետև Կամ Սուրբ Գիրքը երազներին, չէ, երազներին էլ չարժի շատ հավատալ, որտեղ երազներն էլ կարան չարից լինեն։ երազները լինում են 3 տեսակի։ Առաջին տեսակը ենթագիտակցություն։ Մենք ենթագիտակցորեն անգամ կարող ենք զգալ, որ մեր հետ ինչ-որ մի բան կարա լինի։ Մեր օրգանիզմը կարա զգա, եւ մենք դրա արդյունքում կարանք երազ տեսնենք։ Եվ իմ համոզմամբ երազների 90%-ը ենթագիտակցության արդյունք են։ Կարան լինեն երազներ Աստծոց, կարան լինեն երազներ չարից։ Հիմա բայց դրանք տարանջատելը շատ դժվար է։ Երբ որ ինձ երազների մասին հարց են տալիս, ասում են, հիմա ասենց երազ ենք տեսել, ինչ է սա նշանակում։ Ես ասում եմ, ես չգիտեմ ինչ է դա նշանակում։ Ես երազների մեջ դետալները չգիտեմ, օծը ինչ է, չգիտեմ մատանը ինչ է, բայց ես կարամ ասեմ մի բան։ Եթե երազը Աստծուց է, ուրեմն Աստված ցանկանում է ձեր սրտի փոփոխությունը։ Ցանկանում է, որպեսզի դուք աղոթեք, ցանկանում է, որպեսզի դուք ընթերցեք Սուրբ Գիրք, ցանկանում է, որպեսզի դուք ապրեք ճիշտ կյանքով։ Եթե երազը Աստծուց է եւ Աստված ձեզ ինչ-որ մի բանից զգուշացնում է, որ ավելի պատրաստ լինեք, դա նշանակում է, որ դուք պիտի աշխատեք ձեր վրա եւ փոխեք ձեզ դեպի լավը։ Եթե երազը չարից է, ապա չարը ինչ է ուզում, որ դու չաղոթես, քո վրա չաշխատես, հեռանաս Աստծուց։ Ուրեմն ինչ դու պիտի անես, նույնը ինչ որ առաջին դեպքում դու պիտի աղոթես, ընթերցես Սուրբ Գիրք եւ աշխատես ինքդ քո վրա։ Այսինքն երկու դեպքում էլ լինի երազը Աստծուց, թե լինի երազը չարից, դու պիտի անես նույն բանը, կատարելագործվես։ Եվ եթե երազը ենթագիտակցության արդյունքն է, բայց դու վստահ չես եւ մտածում ես այս կողմ կամ այն կողմ, ինչ պիտի անես։ Էլի պիտի աղոթես եւ Աստծո բանականաս Աստված։ Էլի պիտի աշխատես քո կատարելագործման ուղղությամբ։ Հետևաբար ես ինքս երազներ չեմ տեսնում, բացարձակապես, իսկն բոլորը ասում են դու չես հիշում երազները, որ տեսնում ես, որովհետեւ չկա մարդ, որ երազ չի տեսնում, բայց ես իմ 30 տարիների ընթացքում չեմ կարող հիշեմ 3 երազ։ Չեմ կարող, ուղղակի ես չեմ հիշում երազներ կամ ես մտածում եմ, որ չեմ տեսնում, չգիտեմ։ Բայց այն մարդիկ, ովքեր որ տեսնում են, կան ես մի դեպք է, բայց որ չեք տեսնում, Տեր Մովսես։ Հա, բացարձակապես։ Բայց եղել է, դեպքեր կան։ Քիչ։ Ես կարամ իմ կյանքից երևի 1-2 երազ հիշեմ, 1-2, 3-ը, երրորդը չեմ, մեկը հաստատ հիշում եմ, երկրորդը տենց կարամ պատկերացնեմ, երրորդը ընդհանրապես չեմ հիշում։ Հիմա տեսեք մի տղայի մասին ձեզ, սա իրական դեպք է, եւ սրա մասին ինձ պատմել են դեռ ջեմանում, երբ ես ուսանող էի, մեր հոգեվորական ուսանողներից մեկը պատմեր իր ընկերոջ մասին, ով նույնպես հոգեվորական էր։ Ուրեմն այս տղան չգիտեմ, ես էլ չգիտեմ ում մասին է խոսքը եւ այդպես էլ չիմացա, հիմա չգիտեմ էլ այդ տղան հոգեվորական է այսօր թե չէ, թե դուրս է եկել, թե մնացել է։ Ուրեմն այս տղայի քույրը մահանում է։ Եվ ինքը ամեն օր աղոթում է իր քրոջ համար, որպեսզի իր քուրը փրկություն գտնի։ Եվ մի օր երազին գալիս է իր քույրիկը եւ ասում է շնորհակալ եմ քեզ, որ աղոթել ես իմ համար, ես գտա իմ փրկությունը, կարող ես հանգիստ լինել։ Տղան սկզբից ուրախանում է, ասում է դե փառք Աստծո, բայց մինչ երեկոն գալիս է, մինչ իր աղոթելու պահը գալիս է, դե մտածում է աղոթեմ, չաղոթեմ, որովհետեւ եթե ինքը արդեն եկել է եւ ասում է որ փրկվել է, փառք Աստծուն, աղոթքներս լսվել են, բայց մի բան զգում է որ այն չի եւ շարունակում է աղոթել։ Մի որոշ շրջան աղոթելուց հետո կրկին քույրիկը գալիս է երազի մեջ, արդեն ոչ մենակ, այլ իր հետ լինում է եւս մեկը եւ ասում է շնորհակալ եմ, որ չդադարեցիր աղոթել, որովհետեւ առաջինը ես չէի։ Հիմա sense բաներ կան, հասկանում եք, երբեք չես կարա ասես, երազը իմ կարծիքով, չէ, կարաս իհարկե ասես երբեմն, այսինքն եթե քեզ դա տանում է դեպի Աստված, ծառը իր պտղից է չէ ճանաչվում։ Եթե որևէ մեկի գործունեության արդյունքում դա լինի երազ, թե դա լինի ուրիշ բան, դու գնում ես դեպի Աստված, իրականում գնում ես դեպի Աստված եւ ոչ թե մտածում ես, որ գնում ես դեպի Աստված, ուրեմն այդտեղ Աստծո մատը խառն է։ Բայց քանի որ իմ նման այդ առումով տգետները, որոնք երազներ չեն տեսնում եւ մարգարեություններ չեն լսում, քանի որ մենք չգիտենք, ես չգիտեմ։ Հիմա երբ ինձ երազ են պատմում, ես չգիտեմ դրա նշանակությունը, բայց ես գիտեմ մի բան, որ եթե Աստծուց է, ուրեմն Աստված իմ փրկությունն է ցանկանում։
Եթե Այսինքն, չարից երբ է, որ դու ուրեմն ես ֆունդամենտը պետք է գիտես, գնամ։ yeah, Այո, այո։ Աստծո կամքը, երբ որ գիտես, դա քեզ դառնում է քեզ համար ֆունդամենտ, չէ՞։ Աստծո Բայց կամքի հետ լինում են դեպքեր, որ չգիտեն Աստծո կամքը։ Դրա համար են մոլորության մեջ ընկնում։ Էդ է ուզում ասել։ Աստծո կամքի հետ կապված, գիտեք, շատ հետաքրքիր է։ Որևէ տեղ, որ ասեմ գրված է սա է Աստծո կամքը, չես կարող ասես սա է Աստծո կամքը։ Հիմա օրինակի համար իմ կյանքում X իրավիճակ է, ես չգիտեմ Աստված այստեղ ինչ է կամենում, որ ես անեմ։ Գնամ աջ, թե գնամ դեպի ձախ, թե գնամ հետ, թե գնամ առաջ։ Այսինքն իրական դեպքեր կան, երբ որ դու կանգնած ես եւ չգիտես որ քայլն է, որ ավելի շատ Աստված կուզենար, որ դու անեիր։ Որն է Աստծո կամքը։ Իմ համար շատ հստակ է։ Աստծո կամքը բարին է։ Որն է ընտրությունների մեջ ամենաշատը արդար, ամենաշատը տանում քեզ դեպի բարին, ամենաշատը տանում քեզ դեպի Աստված, դա է Աստծո կամքը, որովհետև Աստծո կամքը մեր փրկությունն է։ Աստծո կամքը այն է, որ մենք փրկվենք, վերադառնանք դեպի Աստված, դառնանք դեպի սերը։ Հետևաբար այն ընտրությունը, որ քեզ կտանի դեպի Աստված, դա է Աստծո կամքը։ Եվ դու քո կամքը պիտի համաձայնեցնես Աստծո կամքին։ Այո, ամեն։ Բայց շատ անգամ նույնիսկ չես իմանում որն է բարին, մեկը էլի սենց ոնց որ շողովից ընկած լինես, ասում ես լավ, այս երկուսն էլ բարի է, որ մեկն է ամենաբարին։ Ես միշտ ասում եմ, թող Աստծո կամքը լինի ու ոնց որ կտրուկ քայլեր չեմ անում։ Այստեղ էլ ես ճիշտ անում, բայց որոշում կայացնելու պահ կա ինձանից կախված։ Ու ես չգիտեմ, այդ որոշումը ես հիմա պետք է անեմ, բայց ես չգիտեմ դա Աստծո կամքն է թե չէ, ասում եմ լավ, հələ մի քիչ ժամանակ տամ, հասկանամ, ոնց որ թողնեմ Աստծուն, որտեվ շատ անգամ վստահություն ոնց որ չունենաս Սուրբ Հոգու նկատմամբ։ Դու ես ուզում, ամեն իմ մասն է խոսքը, ոնց որ ես ուզենամ անեմ, բայց հետո ասում եմ մի րոպե, թող Աստված գործի, տեղ կա, որ դի ինքը գործի, դու տեսնես, տեղ կա, հա ես եմ անում։ Բայց կան պահեր, որ պիտի ոնց որ սպասես Աստծո կամքին ինչ որտեղ նույնիսկ։ Ճիշտ ես անում, թող Աստծուն, բայց ինչ է նշանակում թողնել Աստծուն եւ ժամանակ տալ, որպեսզի Աստված գործի։ Նախ եւ առաջ նշանակում է բացել Սուրբ Գիրքը եւ ընթերցել, որովհետեւ Աստծո կամքը գրված է Սուրբ Գրքում։ Եվ երբ որ դու բացում ես Սուրբ Գիրքը եւ ընթերցում ես, դու քո հարցի պատասխանը գտնում ես։ Այսինքն չգիտես այդ պահին որն է Աստծո կամքը, որն է ավելի բարին, այդ պահին որոշում մի առ, ճիշտ ես անում, թող Աստծուն, այսինքն աղոթիր, որ Աստված քեզ օգնի, բայց բացի աղոթելուց արա նաև գործնական քայլ, վերցրու Սուրբ Գիրքը եւ ընթերցիր։ Աղոթիր, ընթերցիր, աղոթիր, ընթերցիր եւ պատասխանը անպայման կգտնես։ Ով փնտրում է նա գտնում, ով թակում է նա առջև բացվում են դռները։ Ամեն։ Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ։ Այստեղ ունենք լիքը հարցեր ունենք Տեր Մովսես ջան։ Ես ապրում եմ ասես թե երկու կյանք, իրական եւ երազի, իմ երազները կյանքս ուտում են։ Ինենք ինչպես վարվեն մարդիկ, եթե միշտ երազներ են տեսնում եւ երևի թե եթե կյանքը ուտում են, ուրեմն վատ երազներ են, միգուցե կարանք ենթադրենք։ Դե աղոթեն էլի, այսինքն ու ինչ էլ լինի, մեկը աղոթքն է։ Այն մարդկանց, որոնց երազները ուտում են, դուք հաղորդություն ստանում եք, դուք պատարակներին մասնակցում եք, ինձ հետաքրքիր է։ Եթե այո, գրեք այո, եւ ես կարծում եմ, որ եթե դուք մշտապես պատարակի խորհրդին ներկա եք եւ մշտապես հաղորդություն եք ստանում Հիսուս Քրիստոսին եւ մշտապես աղոթական կյանքի մեջ եք եւ Սուրբ Գիրք եք ընթերցում, ձեզ չի կարա տանջի եւ ոչինչ։ Այստեղ գրում են տեսիլք են տեսնում, տեսիլք։ Եթե տանջանք կա, նշանակում է մենք կատարելապես չենք հետևում Հիսուս Քրիստոսին։ Եվ եթե տանջանքը չենք հասկանում, երբեմն տանջանք կա, որը Հիսուս Քրիստոսին հետևելու արդյունքն է։ Չէ՞, մենք վերցնում ենք մեր խաչը եւ գնում ենք Հիսուս Քրիստոսի հետևից։ Եվ Պողոս առաքյալն էլ ասում է, որ մեզ տրված է շնորհ ոչ միայն հավատալ Հիսուս Քրիստոսին, այլ չարչարվել նրա համար։ Այսինքն շնորհ է նաև չարչարվելը հանուն Հիսուս Քրիստոսի, բայց դա գիտակցված չարչարանք է։ Դու հասկանում ես ինչի համար ես չարչարվում, դու չարչարվում ես հանուն Հիսուս Քրիստոսի, հանուն հավատքի, հանուն ճշմարտության, բայց եթե դու չես հասկանում դա ինչ է եւ ինչ է քո հետ կատարվում, նշանակում է դու չես ճանաչում Հիսուս Քրիստոսին։
նշանակում է դու պիտի ավելի գործնական քայլեր անես Հիսուս Քրիստոսին ճանաչելու համար։ Աղոթք, Սուրբ Գրքի ընթերցանություն, պատարագ, Սուրբ հաղորդություն։ Սա այն հիմնարար բաներն են, որը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում մշտական ներկայություն պիտի լինի, ամենօրյա ռեժիմով։ Իսկ եթե ներողություն գալիս է պատարագի եւ դուք պատարագը կարդում եք շատ անծանոթ հայերենով մի երկու բառ կա որ ասենք ես իմ կողմից չեմ էլի ասում ընդհանուր հարցից հա Ոսկեղենիկ հայ։ ոսկեղենիկ հայերենով նենց եք խոսում որ ես համարյա ոչինչ չեմ հասկանում որովհետեւ օրինակ այնտեղ դուք միշտ ասում եք կեցո տեր ես չգիտեմ հիմա գիտեմ ինչ հա կեցոն եւ շատ հաճախ եք ասում կեցո տեր Մարդ եմ, ով գալիս է ուզում է գա պատարագի, բայց այն ձանձրույթից չգիտի ինչ անի, որովհետև չի հասկանում, այդ հարազատ չի այդ լեզուն իր համար։ Ոնց վարվի, շարունակի գալ, իրան կբացվի, թե ամեն անգամ գնա քահանային հարցնի, ես ինչ բառ է, որ բառնա։ Ոնց վարվի այդ process-ին, ոնց անցնի այդ process-ը։ Ուրեմն նախ գալիս ենք պատարագների մեր ձեռքում ունենալով պատարագ-համատույց, որպեսզի մենք հետևենք այն տեքստին, որը երգում են։ Եվ երբ որ դուք հետևում եք, ընթերցում եք այդ տեքստը, որը որ երգվում է, նախ դուք մտնում եք process-ի մեջ։ Դուք մտնում եք աղոթքի մեջ եւ ձեր համար պատարագ այլևս ձանձրալի չէ։ Երկրորդը 1, 2, 3 դուք հասկանում եք, որ դուք արդեն տեքստը ունեք ձեր գլխում։ Դուք անգիր եք սովորում դա։ Ոչ թե որպես տնային աշխատանք եք նստում անգիրանում, այլ մասնակիցը դառնալով տեքստը մտնում է ձեր մտքի եւ ուղեղի մեջ եւ դուք սկսում եք մանրից հասկանալ տեքստը։ Եվ երրորդ, որը նույնպես շատ կարեւոր է, ես կասեի ամենակարևորն է, պետք է մասնակցել հատուկ դասընթացների, որտեղ բացատրվում է Սուրբ Գիրքը։ Իհարկե կան նաեւ գրքույկներ, Վազգեն առաջին ունի գիրք գրված պատարագի մասին, կարաք վերցնեք այդ գրքերը կարդաք եւ կան ամեն մեկը ձեր համայնքներում, որտեղ կան հոգեվորականներ, որովհետև բոլորդ էլ եկեղեցիներ գնում եք եւ եկեղեցում կան հոգեվորականներ, ովքեր այդ պատարագները մատուցում են, չէ՞։ Ձեր հոգեվորականների հետ սերտեք պատարագը։ Այսինքն նստեք, խոսացեք, հարցեր տվեք, պատասխանեք, կենթանի շփում թող լինի ձեր եւ ձեր հոգեվորականների միջեւ։ Այսինքն կարևորում եք աստվածաշնչյան դասերը, որ մարդիկ բացի պատարագից գնան դասերի, որ կոնեն հասկանան։ Այս դեպքում ոչ թե աստվածաշնչյան դասերը, ինչը ես համար 1 առաքելություն եմ համարում մեր համար, այլ հենց նաեւ պատարագի վերաբերյալ դաս։ Պատարագի վերաբերյալ դաս, հավատամքի վերաբերյալ դաս, Սուրբ Գիրքի վերաբերյալ դաս։ Եկեղեցիներում մշտապես դասեր լինում են եւ շատ հաճախ մարդիկ են թեմաներ առաջարկում, որպեսզի այդ թեմաների շուրջ լինեն խոսակցությունները։ Պատարագ, պատարագի մեկնություն, շատ լավ, Սուրբ Գիրք, չգիտեմ, այնքան բան կա, որ մարդիկ ուզում են իմանան եւ պիտի իմանան, բայց դրա համար մարդիկ պիտի պատարագից դուրս գնան այն օրը, որ պայմանավորված է, որովհետեւ բոլոր եկեղեցիներում էլ քահանաները ունեն խմբեր, երիտասարդների խմբեր ունեն, առանց միություններ ունեն, կանանց միություններ ունեն, չգիտեմ, 1000 ու մի տեսակի կառույցներ կան եկեղեցում, որոնք գործում են։ Օրինակ, ամեն շաբաթ երիտասարդներով հավաքվում են, դաս են անում։ Ինչ դաս են անում։ Սուրբ Գիրք են սովորում, պատարագ են սովորում, 1000 ու մի բան։ Մենք էլ ամեն օր շաբթի ենք գնում։ Այո, դուք էլ Սուրբ Գրքի դասերի եք գնում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եկեղեցին բացի պատարագից տալիս է նաև պատարագի մեկնություն։ Եվ եթե ցանկանում եք պատարագը լավ իմանալ, պիտի մասնակցեք նաև այդ դասընթացներին։ Բայց անգամ եթե չգիտեք դեռ պատարագը, հոգ չէ, վերցրեք Սուրբ Գիրքը, վերցրեք պատարագամատույցը եւ ընթերցեք։ Եվ հիմա կան պատարագամատույցներ, որոնք ունեն թարգմանություններ։ Այսինքն հայերեն, անգլերեն, հայերեն, ռուսերեն, չգիտեմ, հայերեն, արաբերեն։ Հայերեն էլ կա։ Հայերեն էլ կա եւ on-line կա։ Ոչ թե օտար լեզուն, այլ մեր լեզուն։ Մենք մեր հայրենի լեզուն չենք հասկանում։ On-line կա, ինտերնետում կա։ Պատարագամատույց կա, որտեղ անգամ քահանայի ծածուկ աղոթքներն են գրված։ Ամերիկայում։ Դեր մոտ չէ, այստեղ էլ կա։ Հա, դուք էլ ունեք։ Ինտերնետում, այո, ինտերնետում կա դրված պատարագամատույց կա, որ ես գիտեմ, որ այդ փոքր շրիֆտի շատերը չեն կարողանում այդ փոքրիկ գրքույկից կարդալ։ Փոքր գրքույկները, որոնք կան, պատարագամատույցն են գրաբարով միայն, մեր ամենասիրուն լեզվով, ոսկեղենիկ մեր հայերենով,
բայց ինտերնետում կա նաև դրված Բացատրություն։ պատրաստամատույց խորհրդատետր, որը եւ գրաբար եւ աշխարհաբար, այսինքն մի կողմից գրաբար տեքստն է գնում, մյուս կողմից արդի հայերեն թարգմանությունը, վերցրեք ընթերցեք։ Դեր Մովսես ջան, այստեղ կոնկրետ մարդը հարցնում է դասընթացներ սուրբ զորավորում ոնց իմանա կա թե չէ եկեղեցում։ Զորավոր եկեղեցում տեսեք կա երիտասարդաց միություն, կա առանց միություն, կա կանանց միություն, իսկ ինչ վերաբերվում է Սուրբ Գրքին, ապա ես ամեն Կիրակի երեկոյան ժամերգությունից հետո, այսինքն երեկոյան ժամերգությանը կից, ամեն Կիրակի սկսում ենք ժամը 5-ին երեկոյան ժամերգություն, հետո խոկում, որի ժամանակ մենք խոսում ենք Սուրբ Գրքից եւ հենց այս Կիրակի մենք ավարտեցինք Մարկոսի ավետարանը եւ հաջորդ Կիրակի օրվանից սկսելու ենք ուրիշ ավետարան, ամենայն հավանականությամբ Ղուկասի ավետարանը։ Հրաշալի, փաստորեն պարավոտ պատարակն է Կիրակի, երեկոյան ժամը 5-ից ժամերգություն, խոկում, որի ժամանակ խոսում ենք ավետարանը հերթով գնում ենք, անցնում ենք եւ աղոթքով փակում ենք։ Այսինքն խոկումն ու սերտողությունը նույնը չի։ Չէ, սերտողությունն է, երբ որ մենք հավաքվում ենք սենյակում, վերցնում ենք գիրքը եւ սկսում ենք կարդալ, խոսել, քննարկել։ Խոկումը ինքը ավելի սկսվում է նախ աղոթքով, ավարտվում է աղոթքով, հատուկ եկեղեցու ներսում է լինում, հասկացա։ Եկեղեցու ներսում է արվում եւ հիմնականում նաև ունենում է պատգամ վերջում, այսինքն սերտողության նպատակը պատգամ չի, երբ որ դու անում ես Սուրբ Գրքի սերտողություն, դու բացատրում ես տեքստը եւ վերջ, դա է սերտողությունը, երբ որ դու վերջում նաև պատգամ ես տալիս կամ ուղղորդում ես տալիս, ինքը մի փոքր ավելի քարոզի է վերածվում, բայց ի տարբերություն քարոզի, որը խոսում ես պատարագի ժամանակ եւ խոսում ես եւ պետք է խոսես 10-ից 15 րոպե, որովհետեւ մարդիկ 2 ժամ կանգնել են եւ հոգնած են, երեկոյան խոկման ժամանակ դու այդ սահմանափակումը չունես։ Դու կարող ես խոսել 40 րոպե, որովհետև մարդիկ 2 ժամ կանգնած չեն եւ խոկման ժամանակ ես ինքս աշխատում եմ տող առ տող գնալ։ Այսինքն ընթերցում եմ մի տողը, համարյա սերտողության նման է, բայց նույն սերտողության սիստեմն է, ուղղակի վերջում կա նաեւ ուղղորդում, պատգամ եւ աղոթք։ Okay, ուրեմն Սուրբ Զորավարում ժամը 5-ից սկսում է։ Մարդիկ այո, Սուրբ Զորավարում Կիրակի օրը ժամը 5-ին, եթե ես այդ օրը կենդանի եմ, ողջ եմ եւ այդտեղ եմ։ Եթե երկրում եմ, ձեզ տեսնել եւ ունկնդրել այդ դեպքում արդեն դուք եք լինելու։ Հրաշալի է։ Այստեղ հարցնում էին, եթե մկրտված ես, կարող ես հաղորդություն ընդունել թե չէ, չնայած որ դուք մի անգամ ասել եք, թե ձեզ համար ինչքան կարեւոր է հաղորդություն վերցնելը, բայց ինչու չի կարելի չմկրտված մարդուն ես գիտեմ, որ չի կարելի։ Խնդրում եմ դրա մասին ասեք։ Տեսեք, ինչ է նշանակում մկրտվել։ Նախ եւ մկրտության եւ հաղորդության խորհուրդը Քրիստոսի զոհաբերության մեջ է։ Երկուսն էլ Քրիստոսի զոհաբերության մեջ են։ Ուրեմն առաջինի ժամանակ, մկրտության ժամանակ ինչ է տեղի ունենում։ Նախ ջրով լվացում։ Եվ ջրով լվացումը ոնց է լինում, 3 անգամ երախան ընկղմվում է ջրի մեջ, մտնում է ջրի մեջ եւ դուրս է գալիս։ Երախան լույս բանա։ Բայց երախա, ինչ մկրտվածը, բայց երախան միշտ եղել է երեխա, որովհետեւ եթե մեր ավազանները նայեք, իրենք փոքր մանկան տեսնում են, հատկապես բանկերին, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին ընդունում է 8-րդ օրը մկրտել մանկանը։ Ինչու 8-րդ օրը, որովհետեւ 8-րդ օրն է, որ երեխայի բոլոր զգայարանները բացվում են։ 5 զգայարան կա եւ 5 զգայարանները կատարելապես բացվում են միայն 8-րդ օրը։ Առաջին 8-րդ օրը այդ բացման process-ի մեջ է։ Եվ 8-րդ օրը, երբ որ երեխայի բոլոր զգայարանները բացվում են, իսկ մենք զգայարաններով ենք արդարություն կամ մեղք գործում։ Մենք 8-րդ օրը իրան լվանում ենք ջրով, ի խորհուրդ մաքրման բոլոր մեղքերից, եւ ինչ ենք անում, 3 անգամ ընկղմում ենք ջրի մեջ, մտցնում ենք ջուրը եւ 3 անգամ հանում ենք, չէ՞, ինչը Քրիստոսի մահվան 3-օրյա խորհուրդն ունի։ Քրիստոս գերեզմանում եղավ 3 օր եւ ապա հարություն առավ։ Այսինքն մենք մահանում ենք Հիսուս Քրիստոսի հետ իբրև ծառա մեղքին եւ հարություն ենք առնում Հիսուս Քրիստոսի հետ իբրև որդեգիրներ Աստծուն, այսինքն իբրև Աստծո զավակներ։ Մենք մահանում ենք իբրև մեղքի ծառա եւ ծնվում ենք իբրև Աստծո զավակ, որից հետո միայն դրոշմը տեղի ունենում, այսինքն Սուրբ Մկրտությամբ 5 զգայարանների վրա
դրվում է կնիքը, որտեղից գալիս է կնունկ բառը, խաչի կնիքը, եւ դրանով տեղի է ունենում Աստծո եւ մարդու միությունը։ Քանի դեռ դու չես ձերբազատվել մեղքի ծառայի կարգավիճակից եւ չես վերածնվել իբրև եկեղեցու անդամ Հիսուս Քրիստոսի մարմին, դու չես կարող Հիսուս Քրիստոսի հաղորդությունը ստանալ, որովհետեւ Հիսուս Քրիստոսին հաղորդվելու համար արդեն նրա մարմինը եւ արյունը քո մեջ առնելու համար դու պիտի նախ վերածնվես իբրև Աստծո որդեգիր, իբրև Աստծո զավակ։ Դրա համար նախքան մկրտվելը որևէ մեկը հաղորդություն ստանալու իրավունք չունի։ Նախ դու պիտի մկրտվես, պետք է վերածնվես, պետք է միավորվես Աստծո հետ, հետո նոր հաղորդությամբ այդ միությունը պահես։ Մկրտությունը Աստծո հետ միավորվելու պահն է, հաղորդությունը այդ միությունը միշտ նորոգելու, նորոգված պահելու խորհուրդն է։ Հիշացնում ես ոնց որ քեզ համել իրոք հանդիպում ես, չէ, Քրիստոսին ֆիզիկապես այդ ժամանակ, հերիք չի փաստորեն դու մկրտվել ես, ասենք թե փուճու ժամանակ, ոնց որ ես, բայց մեկը հաղորդություն ստանալուց առաջ մի հատ էլ ապաշխարության աղոթք ես անում, չէ։ Այո, մեղքերի թողության էլի ոնց որ էլի այդ մի շաբաթվա գործած մեղքերիդ համար ես թողություն խնդրում, մաքրվում ես, ստանալուց էլ մի հատ էլ ես ասում մեղա Աստված, չէ, էդ էլ կա։ Մեղա Աստծո, հա, հետո նոր, այսինքն ինչքան կարևոր է մոտենալը հաղորդությանը, որ պատրաստ մոտենալը, էդ էլ է կա։ Պատրաստ, բայց չխառնենք, հա, մենք երբևիցե եւ որևէ մեկս կատարելապես պատրաստ չեն կարա լինենք դրա։ Ոչ էլ արժանի։ Իսկ մենք մինիմալ, ոչ էլ արժանի, երբևիցե չեն կարա լինենք։ Մենք կատարում ենք մինիմալը, ինչ որ պիտի անենք հաղորդությունը ստանալուց առաջ, բայց ես միշտ ասում եի, հետո իմացա, որ Ֆրանցիսկոս Պապն էլ է նույնն ասել, բայց ես իրանից շուտ էի ասում։ Ես միշտ ասում եմ, որ մենք չենք ստանում հաղորդություն իբրև վարձատրություն լավ շաբաթվա դիմաց։ Մենք ստանում ենք հաղորդություն իբրև զորություն հաջորդ շաբաթը ապրելու համար։ Այսինքն մենք չենք ստանում կյանքը, որովհետև մենք արժանի ենք կյանքին, մենք կյանք ենք ստանում, որպեսզի կարողանանք ապրենք։ Հաղորդությունը նրա համար չի, որ մենք մեզ լավ ենք պահել, իսկ եթե վատ ենք պահել, երբ որ մենք մեզ վատ ենք պահել, մենք ավելի շատ կարիք ունենք հաղորդության։ Իսկ Ֆրանցիսկոս Պապը ասում էր, որ դա դեղամիջոց է։ Ոչ թե հաջորդ շաբաթվա համար պայոտ է։ Լավ, մեր ժամանակը սպառվեց, Տեր Մովսես ջան, կարծում եմ այս վերջին հարցն էլ կարդանք այսօր եւ կարծում եմ, որ շատ լավ է, որ լինում է հարց ու պատասխան, այն ինչ որ մարդկանց այսօր շատ անհանգստացնում է, պիտի լսես, չէ՞, մարդիկ ինչ են ուզում սովորեն եւ ինչ հարցեր կա իրանց մեջ։ Այստեղ մեկը գրել է Ինան, ավելի ճիշտ գրել է, իսկ ինչպես վարվի, եթե չի հիշում, որ ինքը փոքր ժամանակ մկրտվել է, թե չէ, ոչ ոք չի հիշում։ Իդեպ ես էլ ունեմ ընկեր, ով որ այնքան ծանր է տանում, չի հիշում իրեն մկրտել են, թե չէ։ Ծնողները իրենք չեն մկրտել, բայց փոքր ժամանակ կոնկրետ իմ ծանոթին ինչ որ ճամբարի ժամանակ մի 20 երեխով տարել են Ծաղկաձորի եկեղեցի եւ ասма հիշում եմ այդ մերոնի պահը։ Բայց ծնողները ներկա չեն եղել, բայց ծնողները կարծում եմ պիտի ներկա լինեն, չէ՞, մկրտությանը, ու ինչ որ քավոր կանգնելա վաժատին այդ ճամբարի։ Ու հիմա այդ իմ ընկերը ասում աղաչում եմ, ինձ ասա, ես հիմա մկրտված եմ, թե գնամ նորից մկրտվեմ։ Եվ փաստորեն Ինան էլ նույն հարցը տվեց։ Տեսեք, նման դեպքեր շատ են լինում, նախ մկրտությունների հետ կապված կան գրանցումներ։ Այսինքն կարելի է բացել արխիվները եւ գտնել տարեթվով, արդյոք այդ տարի այդ ինչ օրը մկրտություն եղել է թե չէ, անգամ եթե մոտավորես տարին ու թիվը հիշում, հնարավոր է գտնել։ Կան դեպքեր, երբ որ արխիվներ չեն պահպանվել, ինչ պատճառներով, չգիտեմ, օրինակի համար լավ չեմ ուզում օրինակ բերեմ։ Կան դեպքեր, երբ որ արխիվներ, որովհետև մի քիչ ցավոտ թեմա է լինելու, կան դեպքեր, երբ որ արխիվներ չեն պահպանվել ինչ որ տեխնիկական պատճառներով, երկու դեպք, եթե անհնար է, իսկապես անհնար է ճշտել մարդը մկրտված է թե չէ, այդ դեպքում պետք է դիմել տեղի եպիսկոպոսին, այսինքն տարածաշրջանի եպիսկոպոսին, թեմակալ առաջնորդին, եւ դա արդեն իր որոշելիքն է։ Ինքը պիտի որոշի մարդը մկրտվում է, թե չի մկրտվում եւ համարվում է մկրտված։
Okay. Իսկ եթե ստեղ ապրում, օքեյ է գնա Ամերիկայի Եթե եպիսկոպոսներից այդտեղ մեկին։ ապրում, Հա, այո, իհարկե։ Եթե okay. արևելյան թեմն է ապրում, պիտի մոտենա արևելյան թեմի առաջնորդին, եթե արևմտյան, ուրեմն արևմտյան թեմի առաջնորդին, միայն առաջնորդ եպիսկոպոսը իրավունք ունի դա որոշելու, այսինքն թեմում կարող են լինել նաև այլ եպիսկոպոսներ, բայց միայն առաջնորդ եպիսկոպոսի իրավասության շրջանակներում է որոշում կայացնել տվյալ անձին մկրտել, թե համարել մկրտված, որովհետև երկու դեպքերում էլ, եթե մկրտված էր դու իրան մկրտում ես, խնդիր է, եթե մկրտված չէր դու իրան չես մկրտում, էլի ինչ որ առումով Բա խնդիր է, ես բայց էլ քանի որ համոզում եմ, ասում եմ, չես հիշում, գնա մկրտի։ չէ, Չէ։ դա հազար ներողություն Անուջան, դուք եպիսկոպոսական աստիճան Հա, չունեք գիտեմ։ Ես եմ որ ուզում եմ փրկվի, ինձ շատ հարազատ մարդ է, գիտեմ ինչքան կարևոր բան է մկրտությունը։ Ադե ասում եմ չեն հիշում, ուրեմն չեն մկրտե, գնա մկրտվի, բայց պաստորեն Չէ, սենց պահ կա, հա, որ պիտի գնա պետք է դիմել թեմակալ առաջնորդին, հարցնի։ եւ թեմակալ առաջնորդը ինքը, երբ որ խոսում է տվյալ մարդկանց հետ, ընտանիքի հետ եւ այլն, ինքը որոշում է կայացնում։ Ես Եվ իր երկու անգամ որոշումը եմ ընդունելու մկրտվել։ է։ Ես Չի առաջի անգամ կարող։ իսկական եմ մկրտվել, Տեր Մոսես ջան, ես էլ ասեմ ու գնանք։ Ուրեմն պապա զոհված ազատամարտիկ է, մեզ մկրտությունից երևի տենց մի տարի, երկու տարի հետո իսկական էջմիածնում, որ մկրտվեցին, մեզ կանչեցին մի հատ վայր, որտեղ Մոնթե Մելքոնյանը հետ մահու, արդեն զոհվել էր, հետ մահու շատ ցանկացել էր կանգներ բան, քավոր, չգիտեմ նման բան անում են թե չէ, բայց Մոնթեն ուզեցել էր կանգներ քավոր եւ իր ընկերոջը խնդրել էր, ասել էր, եթե ես զոհվեմ, դու կկանգնես։ Եվ մոտավորապես երևի 100 զոհված ազատամարտիկի երեխա, 100 կամ 100-ից մի քիչ հավաքեցին մի տարածքում, որպիսի մկրտեն այդ երեխաներին, հոգևորական էր եղել, բայց ոչ եկեղեցու ներսում, այդ շենքում, ինքը շենք է, չէ, պետական շենք։ Կարողա մենք ուղղակի չհասցրեցինք գնանք եկեղեցի։ Միգուցե նաև Մերոնը եկեղեցում էր եղել, թե չէ։ Ինչևիցե այդ դահլիճում տալիս էին խաչը, ոսկի խաչ։ Ուրեմն այս մարդը ասեց, ով մկրտված չի եւ զոհվածի երեխա է, բոլորդ եկեք ստեղ, որ հիմա ձեզ, չէ, հենց ընդեղ էլ ոնց որ Մերոնով քսում էին, դրոշմում էին։ Ով որ մկրտված չի, եկեք, որ ձեր մկրտությունը ստանաք, ձեր խաչերը, որտեղ Մոնթե Մելքոնյանը հետ մահու, հա, ես ասեցի դե բան, այսօրվա պես հիշում եմ, ասի դե մենք մկրտված ենք, մենք քավոր ունենք Սուրիկ դադան, մեր քավորն է, քուրս ասեց աղջի ոսկի ցեպ են տալի, այն սովի տարիներն է։ Ասեց անի ոսկի ցեպ են տալի, քել։ Ասի, բայց կարելի է, ասեց, հա իրանք ինչ կիմանան, որ մենք մկրտված ենք, գցում եմ քրոջս վրա էլ։ Սպանելու այս քուրս, ու երկուսով իջնում ենք։ Մեզ մկրտում են ու մենք երկու հատ խաչ ենք ունենում։ Իմ առաջին խաչը, չգիտեմ, կորում է, թե սովի տարիներին ծախում ենք, որ այդ օրը հաց ուտենք, չգիտեմ ինչը, երևի թե կորցրել եմ, դժվար մամաս խաչը վաճառեր հացի համար։ Anyways, իմ իսկական խաչը կնունքի կորել է, հիմա որ ես ունեմ այս խաչս, ես գիտեմ, որ երկրորդ մկրտությունը անվավեր է, առաջինն է։ Հարցը անվավերը չի, հարցը մեղք է։ Երկրորդ Հարցը անգամ մեղք մկրտել կա, եմ ես մեղք։ մեղք եմ գործել, ապաշխարել եմ Աստծուցս 1800 անգամ, բայց ուզում եմ ասեմ, խաչը մնացել է այդ մկրտությունից, անկեղծ ասած, իդեպ այդ քավորի հետ էլ մեկ-մեկ շփում ունեմ, ով որ պսևդո քավոր է, բայց շատ լավ անձնավորություն է, էլի։ Ուզում եմ ասեմ, որ այս դեպքն էլ եղել է անգիտակից, փաստորեն ես ու քուրիկս մեղքի մեջ ընկանք, գնացինք, չնայած որ արարողակարգը եկեղեցու շենքում չէր, այլ հա, ինչ որ մի շենքում էր, բայց մենք այդ խաչի խաթր, ոսկու խաթր գնացինք երկու ընկանք մեղքի մեջ, Տեր Մովսես ջան, այս էլ իմ խոստովանությունն էր, Գրիգոր չնայած սրա Լուսավորիչը մասին շատ եմ խոսել։ Գրիգոր Լուսավորիչը Տրթատ թագավորին մկրտել է գետի մեջ։ Այնպես որ հարցը ոչ այդքան վայրն է, որքան ծիսակարգը որ տեղի ունենում, թեև իհարկե բնականաբար պիտի եկեղեցում տեղի ունենա, ուղղակի երբեմն տեղ են գտնում բացառություններ։ Երկրորդ անգամ մկրտվելը, սիրելի ժողովուրդ, ըստ ձեզ թող լինի դաս, չի կարելի, մեղք է։ Քավոր չեն փոխում, ինձ երբեմն ասում են, ոնց կարանք մեր քավորին փոխենք։ Քավոր կամ կնքահայր, հա, կնի քավոր, կնքահայր։ Մենք կնքահայր չենք փոխում։ Եվ երկրորդ անգամ չենք մկրտվում։ Դա մեղք է, որովհետև Քրիստոս մենք մեկ անգամ ենք Քրիստոսի հետ մահանում եւ հարություն առնում, ոչ թե երկու անգամ։ Դրանից հետո մենք մեղքեր գործում ենք եւ հնարավորություն ունենք ապաշխարելու։
եւ հաղորդություն ստանալու, որոնք նույն զորությունն են փոխանցում մեզ, բայց մկրտվելու իրավունք երկրորդ անգամ չունենք։ Գիտեմ, ես սա պատմեցի, որ իմ նման չլինեք երեխեք ջան, հետո հարուստ քավորել ման չգաք, որ թանգանոց խաչ բերի, Ոսկու ոսկու ցեցից համար էլ հետևից էլ չընկնենք։ ոսկու հետևից իմ ու քրոջս նման չընկնեք, չնայած որ սովի տարի էր։ Կապ չունի, արդարացում չկա դրան, եւ այո, այսպիսի փաստորեն դեպքեր են լինում մեր կյանքում։ Շնորհակալություն, որ պատասխանեցիք մեր բոլոր հարցերին, Տեր Մովսես ջան։ Չգիտեմ, Իրոք, խոսեցին այսօր բայց կռիվ չեղավ, ինձ թվում է Այսօր այդքան կրիվ հետաքրքիր հետաքրքիր չեղավ։ չէ, հա, չէ, չէ, ինչքան էլ դիսկուսիան ինքը դիբեյթը լավ է, դեբոշը լավ չի, իսկ ես սիրում եմ դեբոշ սարքեմ, դիբեյթը սարքեմ դեբոշ։ Կարող ենք երկուսս էլ արտահայտվել մեր կարծիքները, նույնիսկ եթե համաձայն չենք իրար, բայց չի կարելի ընդհատել, երբ մարդը խոսում է, ես միանշանակ ընդունում եմ իմ այդ թերությունը, որ սիրում եմ մարդկանց ընդհատեմ, որովհետև չունեմ համբերություն լսելու եւ միգուցե չունեմ խոնարհություն լսելու, այնպես որ սովորում ենք Տեր Մովսես ջան, ես էլ եմ լիքը բան սովորում, երբ որ ամեն անգամ մենք ունենում ենք ձեր հետ այս հրաշալի զրույցները։ Աստված օրհնի ձեզ շատ, որ չեք Հարկասություն։ մերժում եւ ամեն երեքշաբթի միանում եք մեզ, չնայած ձեր զբաղված գրաֆիկին, գտնում եք ժամանակ մեզ համար, շատ շնորհակալ ենք ձեզնից Տեր Մովսես ջան։ Հարկասություն ամեն ինչի համար, եթե Աստված տվել է շնորհ եւ հնարավորություն, չկիրառել դա նշանակում է վատնել այն շնորհը, որ Աստված քեզ տվել է, եւ մենք ամեն մեկս ունենք մի բան Աստծո կողմից ստացած, եւ այդ մի բանը մենք պիտի մեկս մյուսի հետ կիսենք։ Այնպես որ ես եմ շնորհակալ, որ հնարավորություն եք ստեղծում, որպեսզի ես կարողանամ ձեր հետ կիսել այն սերը, որը որ Աստված ինձ տալիս է։ Ապրեք, Ամեն։ օգնվեք։ Շնորհակալություն շատ եւ իհարկե շնորհակալություն մեր լսարանին, ովքեր հավատարիմ կերպով գալիս են, միանում են, կոմենտներ եւ հարցեր են գրում, անպայման սիրելիներս, այս վիդեոն եթե չեք հասցրել կամ կեսից եք միացել, կտեղադրեմ ինչքան հնարավոր է իմ բոլոր on-line հարթակներում, թե YouTube, թե Facebook եւ իհարկե Instagram, որ կարողանաք դիտել եւ նաեւ կիսվել ձեր հարազատների եւ բարեկամների հետ։ Շնորհակալություն, Աստված ձեզ օրհնի շատ, որ մեզ հետ էիք այսօր։ Գնացինք, Եվ այսօր գրեք այսքանը։ անպայման, ինչ եք ուզում, որ մենք կռվենք, թե սենց խոսենք։ Հա, չէ։ Ինձ թվում է բնական, որ թողնում ես բնականon երևի կգնա։ You never know, ինչպես ասում Բնականում Ադրբեջանից։ կկռվենք, չէ՞։ Բնականon հա, էլի դեբոս չէ, էլի չեմ ուզում։ No, մորքուրս գիտեք ինչ ծանր է տանում։ Մամաս, կարմրած sense, ահա որ ես անի, ահա մորքուրս, անի ջան եմ, որ ինչպես կարելի է թող այդ տղան խոսա, հասկացանք հարցեր ունես։ Շատ են մերոնք նեղվում, այնպես որ no, չեմ ուզում ես մեր տոտաներին ու բան է Ոբշե ճնշում ունեցող մարդկանց ճնշումը չեմ ուզում մի հատ էլ ավել բարձրացնել։ Լավ, գնացինք։ Եղավ, ժողովուրդ ջան, Շնորհակալություն, Աստված օրհնի հաջողություն։ բոլորիդ, ձեզ նույնպես շնորհակալություն, Աստված օրհնի։ Ամեն, հաջողություն։